Այս պահին, երբ դուք նստած եք դիտում այս տեսանյութը, ձեր ուղեղը գտնվում է իր բնական վիճակում։ Նեյրոնները կապված են միմյանց հետ ճշգրիտ սխեմայով, որը ձևավորվել է միլիոնավոր տարիների էվոլյուցիայի ընթացքում։ Ձեր մոտ 100 միլիարդ նեյրոն աշխատում են համաձայնեցված ռիթմով, որը կարգավորվում է մեկ անտեսանելի ուժի կողմից՝ գրավիտացիայի։ Բայց պատկերացրեք, որ այդ ուժը հանկարծ անհետանում է։ Ոչ թե մի րոպեով, այլ ամիսներով։ Ինչ կլինի ձեր ուղեղի հետ։ Պատասխանը այնքան անսպասելի է, որ երբ NASA-ի գիտնականները առաջին անգամ տեսան արդյունքները, նրանք կարծեցին, թե սխալ են։ 2017 թվականին Ֆլորիդայի Հյուսթոնի բժշկական կենտրոնում մի խումբ նեյրոբիոլոգներ սկսեցին անսովոր հետազոտություն։ Նրանք հավաքեցին 26 տիեզերագնացի, տարբեր տարիներին տիեզերք թռած մարդիկ։ Յուրաքանչյուր տիեզերագնացի անցավ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի ստուգում, մեկը թռիչքից առաջ, մեկը հետո։ Հետազոտությունը ղեկավարում էր դոկտոր Դոննա Ռոբերտսը, որը 30 տարի ուսումնասիրել էր ուղեղի պատկերավորման տեխնոլոգիաները։ Երբ նա համեմատեց նկարները, արդյունքները ցնցեցին նույնիսկ փորձառու մասնագետներին։ Տիեզերքը չէր պարզապես փոխում տիեզերագնացների հոգեբանությունը կամ աշխարհայացքը։ Այն ֆիզիկապես վերակառուցում էր նրանց ուղեղի կառուցվածքը։ Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում, պետք է սկսենք մի հարցից՝ ինչպես է ձեր ուղեղը գոյատում երկրի վրա։ Ձեր գանգը պարունակում է մոտավորապես 1 կիլոգրամ 300 գրամ նյութ, որը լողում է հատուկ հեղուկի մեջ՝ ցերեբրոսպինալ հեղուկում։ Այս հեղուկը ոչ միայն պաշտպանում է ուղեղը հարվածներից, այլ ստեղծում է հիդրոստատիկ հավասարակշռություն։ Գրավիտացիան մշտապես քաշում է այս հեղուկը դեպի ներք, ստեղծելով կայուն ճնշման բաշխում։ Ձեր ուղեղը հարմարվել է այս պայմաններին 7 միլիոն տարիների ընթացքում, այն ժամանակից, երբ մեր նախնիները սկսեցին քայլել երկու ոտքի վրա։ Բայց երբ տիեզերագնացը մտնում է ուղեծրային կայարան, ամեն ինչ փոխվում է մի վայրկյանում։ Գրավիտացիան չի անհետանում ամբողջությամբ, միջազգային տիեզերական կայարանը գտնվում է միայն 400 կիլոմետր բարձրության վրա, որտեղ երկրի ձգողականությունը դեռ ուժեղ է։ Բայց կայարանը գտնվում է մշտական ազատ անկման վիճակում, ստեղծելով միկրոգրավիտացիայի էֆեկտ։ Այս պայմաններում ցերեբրոսպինալ հեղուկը այլևս չի քաշվում դեպի ներք։ Այն սկսում է վերաբաշխվել ամբողջ ծավալով, հոսելով դեպի վեր, դեպի գանգի վերին հատվածները։ Պատկերացրեք, որ ձեր ամբողջ կյանքում ապրել եք տանը, որտեղ ջուրը միշտ հոսում է դեպի ներք։ Հանկարծ ձեզ տեղափոխում են տուն, որտեղ ջուրը հոսում է բոլոր ուղղություններով միաժամանակ։ NASA-ի հետազոտությունը բացահայտեց առաջին շոկային փաստը՝ ուղեղի ֆիզիկական տեղաշարժը։ Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի նկարները ցույց տվեցին, որ երկար տողության թռիչքներից հետո տիեզերագնացների ուղեղը տեղաշարժվել էր վեր, մի քանի միլիմետրով։ Սա կարող է թվալ աննշան, բայց ուղեղի համար մի քանի միլիմետրը հսկայական տարածություն է։ Երբ ուղեղը տեղաշարժվում է վեր, այն սկսում է ճնշել գանգի վերին մասը, այն տարածքը, որը հայտնի է որպես վերտեքսային կեղ։ Մինույն ժամանակ, ուղեղի ներսում գտնվող խոռոչները, կողմնային փորոքները, սկսում են ընդլայնվել։ Դոկտոր Ռոբերտսի թիմը չափեց, որ 6 ամիս տիեզերքում անցկացրած տիեզերագնացների մոտ փորոքների ծավալը աճել էր միջինում 11%-ով։ Բայց սա միայն սկիզբն էր։ Երբ գիտնականները ավելի խորը վերլուծեցին նկարները, նրանք նկատեցին ավելի անհանգստացնող փոփոխություններ։ Ուղեղի որոշակի շրջաններ սկսել էին փոքրանալ։ Մասնավորապես, այն շրջանները, որոնք պատասխանատու են հավասարակշռության տարածական կողմնորոշման համար։ Ձեր ուղեղի ետի ներքի մասում գտնվում է փոքրիկ, բայց անհավատալի բարդ կառույց՝ ուղեղիկը։ Այն պարունակում է ավելի շատ նեյրոններ, քան ուղեղի մնացած բոլոր մասերը միասին։ Ուղեղիկի հիմնական խնդիրն է համակարգել շարժումները, պահպանել հավասարակշռությունը գրավիտացիայի դաշտում։ Երկրի վրա ձեր ուղեղիկը մշտապես աշխատում է։ Երբ դուք քայլում եք, այն հաշվարկում է ձեր մարմնի դիրքը տարածության մեջ հարյուրավոր անգամ վայրկյանում։ Երբ դուք հասնում եք բաժակին, այն կանխատեսում է ձեր ձեռքի շարժման հետանքները, ճշգրտում դրանք իրական ժամանակում։ Այս ամենը հնարավոր է, քանի որ ուղեղիկը ունի ներկառուցված մոդել գրավիտացիայի մասին։ Բայց ինչ է լինում, երբ գրավիտացիան անհետանում է։ Ուղեղիկը դառնում է անօգուտ։ Դա նման է հաշվիչին, որը ծրագրավորված է լուծելու մի տեսակի խնդիրներ, բայց հանկարծ այդ խնդիրները այլևս չեն գոյություն։ Դոկտոր Ռոբերտսի թիմը չափեց ուղեղիկի ծավալը տիեզերագնացների մոտ, թռիչքից առաջ հետո։
Արդյունքները ցույց տվեցին, որ 6 ամիս տիեզերքում անցկացրած մարդկանց մոտ ուղեղիկի որոշակի շրջանները փոքրացել էին միջինում 3%-ով։ Սա կոչվում է ատրոֆիա, հյուսվածքի նվազում օգտագործման բացակայության պատճառով։ Դուք արդեն տեսել եք նման բան մկանների հետ։ Երբ մարդը երկար ժամանակ անշարժ է մնում, նրա մկանները թուլանում են։ Նույն սկզբունքը գործում է ուղեղի հետ։ Եթե ուղեղի որևէ շրջան չի օգտագործվում, նեյրոնային կապերը սկսում են թուլանալ։ Բայց ամենաանհանգստացնող հարցը չէր այն, որ փոփոխություններ են տեղի ունենում։ Հարցն այն էր, արդյոք դրանք վերադարձելի են։ Երբ տիեզերագնացները վերադառնում են Երկիր, նրանց ուղեղը կրկին բախվում է գրավիտացիայի հետ։ Ցերեբրոսպինալ հեղուկը սկսում է հոսել դեպի ներք։ Ուղեղը դանդաղորեն տեղաշարժվում է իր սկզբնական դիրքը։ Բայց արդյոք այն ամբողջությամբ վերականգնվում է։ Դոկտոր Ռոբերտսի թիմը հետեց տիեզերագնացներին թռիչքից հետո 1 տարի։ Նրանք հայտնաբերեցին, որ որոշ փոփոխություններ դանդաղորեն հետ են գնում։ Փորոքների ծավալը նվազում է, ուղեղը վերադառնում է իր սկզբնական դիրքը։ Բայց այս գործընթացը տում է 6 մինչ 12 ամիս։ Եվ ավելի անհանգստացնող էր այն, որ ոչ բոլոր փոփոխությունները ամբողջությամբ վերադարձելի էին։ Ուղեղիկի ատրոֆիան մասամբ մնում էր նույնիսկ 1 տարի անց։ Սա նշանակում է, որ երկար տողության տիեզերական թռիչքները թողնում են մշտական հետքեր ուղեղի կառուցվածքում։ Պատկերացրեք, որ դուք սովորում եք նոր լեզու, ձեր ուղեղը ստեղծում է նոր նեյրոնային կապեր։ Բայց հետո դուք դադարեցնում եք այդ լեզվի օգտագործումը, կապերը թուլանում են։ Տիեզերքում նմանատիպ բան է տեղի ունենում, բայց հակառակ ուղղությամբ։ Ուղեղը կորցնում է կապերը, որոնք անհրաժեշտ են գրավիտացիոն միջավայրում գործելու համար։ Հետազոտությունը ներառում էր նա տիեզերագնացների, ովքեր անցկացրել էին տարբեր ժամանակահատվածներ տիեզերքում։ Կային նրանք, ովքեր թռել էին միայն 2 շաբաթ տիեզերական խաղաղության ծրագրի շրջանակներում։ Կային նրանք, ովքեր անցկացրել էին 6 ամիս միջազգային տիեզերական կայարանում։ Եվ կար մեկը, ով անցկացրել էր գրեթե 1 տարի, տիեզերագնաց Սքոթ Քելլին։ 2015 թվականից 2016 թվականը նա ապրեց ուղեծրում, NASA-ի երկարատ առաքելության մասնակից։ Նրա եղբայրը Մարկ Քելլին, նույնպես տիեզերագնաց, մնաց Երկրի վրա որպես վերահսկիչ խումբ։ Երբ Սքոթ Քելլին վերադարձավ, գիտնականները ունեցան եզակի հնարավորություն համեմատել 2 գենետիկորեն նույնական մարդկանց, մեկը տիեզերքում անցկացրած, մյուսը Երկրի վրա։ Արդյունքները ցույց տվեցին, որ Սքոթի ուղեղի փոփոխությունները զգալիորեն ավելի ուժեղ էին, քան կարճ տողության թռիչքներ կատարած տիեզերագնացների մոտ։ Նրա փորոքների ծավալը աճել էր 17%-ով։ Ուղեղիկի որոշակի շրջանները փոքրացել էին 5%-ով։ Եվ ամենակարևորը, այս փոփոխությունները մնացին ավելի երկար ժամանակ։ Նույնիսկ 2 տարի անց, Սքոթի ուղեղը դեռ չէր ամբողջությամբ վերադարձել իր սկզբնական վիճակին։ Այս հայտնագործությունը բարձրացրեց կարևոր հարց, ինչ է սա նշանակում երկարատ միջմոլորակային թռիչքների համար։ Մարս մոլորակ ճանապարհորդությունը ներկայիս տեխնոլոգիաներով գտի 6 մինչ 9 ամիս միայն մեկ ուղղությամբ։ Հետո տիեզերագնացները պետք է անցկացնեն 2 տարի Մարսի վրա, սպասելով մինչ մոլորակները կհայտնվեն նպաստավոր դիրքում վերադարձի համար։ Եվ հետո 6 մինչ 9 ամիս ճանապարհ դեպի տուն։ Ընդհանուր առմամբ, գրեթե 3 տարի։ Ինչ կլինի տիեզերագնացների ուղեղի հետ այդ ժամանակահատվածում։ Դոկտոր Ռոբերտսի թիմը փորձեց մոդելավորել հնարավոր հետանքները։ Եթե 6 ամիս տիեզերքում առաջացնում է 11%-ով փորոքների ընդլայնում, ապա 3 տարին կարող է առաջացնել ավելի քան 20%-ով ընդլայնում։ Եթե ուղեղիկի ատրոֆիան շարունակվի նույն տեմպերով, որոշ շրջանները կարող են կորցնել մինչ 10% իրենց ծավալից։ Սա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, հավասարակշռության խանգարումներից մինչ շարժողական համակարգման խնդիրներ։ Բայց կա մեկ խնդիր, որը դեռ ավելի անհանգստացնող է։ Մարսի վրա գրավիտացիան կազմում է Երկրի գրավիտացիայի 38%-ը։ Սա նշանակում է, որ տիեզերագնացները չեն վերադառնա լրիվ գրավիտացիա։ Նրանք կապրեն 2 տարի մի միջավայրում, որտեղ գրավիտացիան գոյություն ունի, բայց շատ ավելի թույլ է։ Ինչպես կարձագանքի ուղեղը այս պայմաններին։ Արդյոք այն կսկսի հարմարվել Մարսի գրավիտացիային։ Եվ եթե այդպես է, ինչ կլինի, երբ տիեզերագնացները վերադառնան Երկիր կրկին բախվեն լրիվ գրավիտացիայի հետ։ Գիտնականները սկսեցին ուսումնասիրել հնարավոր լուծումները։ Ամենաակնհայտ լուծումը արհեստական գրավիտացիան է։
Եթե տիեզերանավը պտտվի իր առանցքի շուրջ, կենտրոնախույս ուժը կստեղծի արհեստական գրավիտացիայի էֆեկտ։ Սա հայտնի է դեռ 19-րդ դարից, Կոնստանտին Ցիոլկովսկին առաջարկել էր այս գաղափարը 2000 թվականին։ Բայց իրականացնելը շատ ավելի բարդ է, քան տեսությունը։ Պտտվող տիեզերանավը պահանջում է հսկայական էներգիա բարդ ինժեներական լուծումներ։ NASA-ն ուսումնասիրում է այլընտրանքային մոտեցումներ։ Մեկ գաղափարն է ստեղծել փոքր պտտվող մոդուլներ, որտեղ տիեզերագնացները կարող են անցկացնել մի քանի ժամ օրական վարժվելու համար։ Սա նման է ֆիզիկական վարժությունների, որոնք տիեզերագնացները արդեն անում են միջազգային տիեզերական կայարանում, մկանների ատրոֆիան կանխելու համար։ Բայց արդյոք մի քանի ժամ արհեստական գրավիտացիա օրական բավարար կլինի ուղեղի փոփոխությունները կանխելու համար։ Դեռս պատասխան չկա։ Մեկ այլ մոտեցում է դեղամիջոցների օգտագործումը։ Գիտնականները փորձում են հասկանալ, թե որ մոլեկուլային մեխանիզմներն են պատասխանատու ուղեղի փոփոխությունների համար։ Եթե նրանք կարողանան նույնականացնել այդ մեխանիզմները, հնարավոր կլինի մշակել դեղեր, որոնք կարգելակել կամ դանդաղեցնեն այդ գործընթացները։ Բայց սա պահանջում է տարիներ հետազոտություն փորձարկումներ։ Դոկտոր Ռոբերտսի թիմը նա ուսումնասիրեց, թե արդյոք կան անհատական տարբերություններ տիեզերագնացների միջ։ Արդյոք որոշ մարդիկ ավելի դիմացկուն են ուղեղի փոփոխություններին։ Նրանք հայտնաբերեցին, որ իսկապես կան տարբերություններ։ Որոշ տիեզերագնացների մոտ փորոքների ընդլայնումը եղել է ավելի քիչ, նույնիսկ երկար տողության թռիչքներից հետո։ Մյուսների մոտ՝ ավելի շատ։ Սա կարող է կապված լինել գենետիկական գործոնների, տարիքի, նախորդ փորձի կամ նույնիսկ ֆիզիկական պատրաստվածության հետ։ Եթե գիտնականները կարողանան նույնականացնել այն գործոնները, որոնք դարձնում են որոշ մարդկանց ավելի դիմացկուն, նրանք կարող են մշակել ընտրության չափանիշներ երկարատ տիեզերական առաքելությունների համար։ Սա կարող է նշանակել, որ ոչ բոլոր տիեզերագնացները կարող են ուղարկվել Մարս։ Միայն նրանք, ովքեր ունեն ուղեղի որոշակի բնութագրեր, որոնք նրանց դարձնում են ավելի դիմացկուն միկրոգրավիտացիայի հետանքներին։ Բայց հետազոտությունը բարձրացրեց նա ավելի խորը հարցեր։ Ուղեղի փոփոխությունները միայն կառուցվածքային չեն։ Նրանք կարող են ազդել նա գործառույթների վրա։ Տիեզերագնացները հաճախ զեկուցում են տարօրինակ զգացողությունների մասին տիեզերքում։ Նրանք նկարագրում են փոփոխված ընկալում տարածության ժամանակի մասին։ Որոշները զգում են, որ նրանց մարմինը այլևս չի պատկանում իրենց։ Մյուսները ունենում են դժվարություններ տարածական կողմնորոշման հետ, նրանք չեն կարող ասել, թե որտեղ է վեր, որտեղ է ներք։ Այս սուբյեկտիվ փորձառությունները կարող են կապված լինել ուղեղի կառուցվածքային փոփոխությունների հետ։ Դոկտոր Ռոբերտսի թիմը սկսեց համագործակցել հոգեբանների, նեյրոգիտնականների հետ, ուսումնասիրելու այս կապը։ Նրանք տվեցին տիեզերագնացներին մի շարք ճանաչողական թեստեր, թռիչքից առաջ, թռիչքի ընթացքում, հետո։ Թեստերը գնահատում էին տարածական հիշողությունը, շարժողական համակարգումը, ուշադրության կենտրոնացումը, այլ ճանաչողական գործառույթներ։ Արդյունքները ցույց տվեցին, որ իսկապես կա կապ։ Տիեզերագնացները, ովքեր ունեին ավելի մեծ փորոքների ընդլայնում, նա ցույց տվեցին ավելի մեծ անկում տարածական հիշողության թեստերում։ Նրանք, ովքեր ունեին ավելի շատ ուղեղիկի ատրոֆիա, ունեին դժվարություններ շարժողական համակարգման թեստերում։ Սա ուժեղ ապացույց էր, որ կառուցվածքային փոփոխությունները ուղղակիորեն ազդում են ճանաչողական գործառույթների վրա։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ որոշ փոփոխություններ կարող էին լինել հարմարողական։ Տիեզերագնացները զեկուցում էին, որ մի քանի շաբաթ անց նրանք սկսում են զգալ ավելի հարմարավետ տիեզերքում։ Նրանք սովորում են շարժվել միկրոգրավիտացիայում, օգտագործելով նոր ռազմավարություններ։ Նրանք զարգացնում են նոր ուղիներ տարածական կողմնորոշման համար, հիմնված ոչ թե գրավիտացիայի վրա, այլ տեսողական ուղեցույցների վրա։ Սա նշանակում է, որ ուղեղը ոչ միայն կորցնում է հին կապերը, այլ ստեղծում է նորերը։ Նեյրոպլաստիկությունը, ուղեղի կարողությունը վերակազմավորվել, ստեղծել նոր նեյրոնային կապեր, հիմնական դեր է խաղում այս հարմարման մեջ։ Երբ տիեզերագնացը առաջին անգամ մտնում է միկրոգրավիտացիա, նրա ուղեղը շփոթված է։ Բոլոր սովորական ազդանշանները, որոնք այն օգտագործում էր կողմնորոշվելու համար, այլևս չեն աշխատում։ Բայց դանդաղորեն, օրեցօր, ուղեղը սկսում է հարմարվել։ Այն սովորում է օգտագործել նոր ազդանշաններ, տեսողական, լսողական, շոշափելի։ Այն ստեղծում է նոր ներքին մոդել տարածության մասին, մոդել, որը հիմնված է ոչ թե գրավիտացիայի վրա։ Սա հիանալի օրինակ է ուղեղի հարմարողականության մասին։
Բայց այն նա բարձրացնում է հարց. ինչ է լինում, երբ տիեզերագնացը վերադառնում է Երկիր։ Նրա ուղեղը հարմարվել է միկրոգրավիտացիային։ Այն ստեղծել է նոր նեյրոնային կապեր, որոնք օպտիմալացված են այդ միջավայրի համար։ Բայց հանկարծ այդ միջավայրը փոխվում է կրկին։ Գրավիտացիան վերադառնում է։ Ուղեղը պետք է կրկին վերահարմարվի։ Այն պետք է վերակառուցի հին կապերը, հեռացնի նորերը։ Դոկտոր Ռոբերտսի թիմը հետեց տիեզերագնացներին վերադարձից հետո առաջին շաբաթներին։ Նրանք հայտնաբերեցին, որ սա ամենադժվար ժամանակահատվածն է։ Տիեզերագնացները ունեն լուրջ դժվարություններ քայլելու, հավասարակշռությունը պահպանելու, նույնիսկ պարզ շարժումներ կատարելու հետ։ Մեկը նկարագրեց, որ զգում էր, կարծես իր մարմինը կշռում է 10 անգամ ավելի շատ, քան պետք է։ Մեկ այլը ասաց, որ չէր կարող քայլել ուղիղ գիծ, նա շարունակ շեղվում էր մի կողմ։ Այս ախտանիշները դանդաղորեն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում։ Ուղեղը կրկին սկսում է հարմարվել գրավիտացիային։ Հին նեյրոնային կապերը դանդաղորեն վերականգնվում են։ Բայց այս գործընթացը կարող է տել ամիսներ։ Եվ ինչպես արդեն նշվեց, որոշ փոփոխություններ կարող են մնալ մշտական։ Հետազոտությունը նա բացահայտեց հետաքրքիր տարբերություններ կարճ երկար տողության թռիչքների միջ։ Տիեզերագնացները, ովքեր թռել էին միայն 2 շաբաթ, ցույց տվեցին նվազագույն ուղեղի փոփոխություններ։ Նրանց փորոքները ընդլայնվել էին միայն 2-3%-ով, այս փոփոխությունները ամբողջությամբ վերադարձել էին մի քանի շաբաթվա ընթացքում։ Բայց տիեզերագնացները, ովքեր անցկացրել էին 6 ամիս կամ ավելի, ունեին շատ ավելի մեծ երկարատ փոփոխություններ։ Սա ցույց է տալիս, որ կա որոշակի շեմ։ Կարճ տողության թռիչքները հարաբերաբար անվտանգ են ուղեղի համար։ Բայց երբ տողությունը գերազանցում է որոշակի կետ, հավանաբար 3-4 ամիս, փոփոխությունները դառնում են ավելի լուրջ, ավելի դժվար վերադարձելի։ Սա կարևոր տեղեկություն է NASA-ի այլ տիեզերական գործակալությունների համար, որոնք պլանավորում են երկարատ առաքելություններ։ Բայց ինչու՞ է ուղեղը այդպես զգայուն գրավիտացիայի բացակայության նկատմամբ։ Պատասխանը թաքնված է մեր էվոլյուցիոն պատմության մեջ։ Պատկերացրեք, որ դուք ժամանակի մեքենայով վերադառնում եք 500 միլիոն տարի անց, կամբրիական շրջան։ Օվկիանոսում առաջին բազմաբջիջ օրգանիզմները նոր են սկսում զարգանալ։ Այս արարածները դեռ չունեն ուղեղ այն իմաստով, ինչպես մենք հասկանում ենք այսօր։ Բայց նրանք արդեն ունեն մի բան՝ ստատոցիստներ։ Սրանք փոքրիկ օրգանելներ են, որոնք պարունակում են մանրիկ քարային կամ ավազային հատիկներ։ Երբ արարածը շարժվում է, այս հատիկները տեղաշարժվում են գրավիտացիայի ազդեցությամբ, ազդանշան ուղարկելով նյարդային համակարգին։ Սա էր առաջին կենսաբանական գրավիտացիայի սենսորը։ 500 միլիոն տարի անց այս պարզ համակարգը էվոլյուցիայի միջոցով վերածվեց անհավատալի բարդ կառույցի՝ ձեր ներքին ականջի վեստիբուլյար համակարգին։ Այս համակարգը պարունակում է 3 կիսաշրջանած ջրանցքներ, որոնք լցված են հեղուկով, պարունակում են հազարավոր մազիկավոր բջիջներ։ Երբ դուք շարժում եք գլուխը, հեղուկը տեղաշարժվում է, մազիկները թեքվում են, բջիջները ուղարկում են ազդանշաններ ուղեղ։ Բայց ամենակարևոր մասը՝ օտոլիթային օրգանները, 2 փոքրիկ կառույցներ, որոնք պարունակում են կալցիումի կարբոնատի բյուրեղներ։ Այս բյուրեղները, որոնք կոչվում են օտոկոնիաներ, գործում են ճիշտ այնպես, ինչպես այն հնագույն ստատոցիստները։ Գրավիտացիան քաշում է դրանք դեպի ներք, դրանց տեղաշարժումը թույլ է տալիս ձեր ուղեղին հասկանալ, թե որտեղ է ներքը։ Ձեր ամբողջ կյանքում, յուրաքանչյուր վայրկյան, այս համակարգը աշխատում է ֆոնային ռեժիմում։ Դուք նույնիսկ չեք գիտակցում դա, բայց ձեր ուղեղը մշտապես ստանում է տեղեկություններ գրավիտացիայի ուղղության մասին։ Այս տեղեկատվությունը ինտեգրվում է տեսողական, շոշափելի պրոպրիոցեպտիվ ազդանշանների հետ, ստեղծելով ամբողջական պատկեր ձեր մարմնի դիրքի մասին տարածության մեջ։ Հիմա պատկերացրեք, որ այս համակարգը հանկարծ կորցնում է իր հիմնական մուտքային տվյալները։ Միկրոգրավիտացիայում օտոկոնիաները այլևս չեն քաշվում դեպի ներք։ Նրանք լողում են ազատ հեղուկի մեջ, ուղարկելով շփոթեցնող ազդանշաններ ուղեղ։ Ձեր վեստիբուլյար համակարգը փորձում է պատմել ձեզ, որ դուք միաժամանակ ընկնում եք բոլոր ուղղություններով, կամ որ դուք ընդհանրապես չեք շարժվում, կամ որ գրավիտացիան փոխում է ուղղությունը յուրաքանչյուր վայրկյան։ Սա է պատճառը, որ տիեզերագնացների 80%-ը տառապում է տիեզերական հիվանդությունից առաջին օրերին։ Տիեզերական հիվանդությունը նման է ծովային հիվանդությանը, բայց շատ ավելի ինտենսիվ։ Սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, դիսօրիենտացիա։
Մի տիեզերագնաց նկարագրեց, որ զգում էր, կարծես ամբողջ աշխարհը պտտվում է նրա շուրջը անվերջ արագությամբ։ Մեկ այլը ասաց, որ չէր կարող փակել աչքերը, անմիջապես սկսվում էր սարսափելի ուղղաձիգ պտտման զգացողություն։ Սա տեղի է ունենում, քանի որ ուղեղը ստանում է հակասական տեղեկություններ տարբեր սենսորներից։ Աչքերը ասում են մի բան, վեստիբուլյար համակարգը մեկ այլ բան։ Մկանները հոդերը երրորդ բան։ Ուղեղը չի կարող համակարգել այս տեղեկատվությունը, արձագանքում է հիվանդության ախտանիշներով։ Բայց ամենահետաքրքիրը այն է, որ մի քանի օր անց ախտանիշները սկսում են անհետանալ։ Ուղեղը հարմարվում է։ Այն սովորում է անտեսել վեստիբուլյար համակարգից գալիս շփոթեցնող ազդանշանները, հիմնվել ավելի շատ տեսողական տեղեկատվության վրա։ Սա հիանալի օրինակ է նեյրոպլաստիկության։ Բայց այս հարմարումը գալիս է գնով։ Երբ ուղեղը սկսում է անտեսել վեստիբուլյար ազդանշանները, այն նա սկսում է վերակառուցել այն նեյրոնային ցանցերը, որոնք մշակում են այդ ազդանշանները։ Եվ սա է հենց այն, ինչ դոկտոր Ռոբերտսի թիմը տեսավ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի նկարներում։ Ուղեղի այն շրջանները, որոնք ստանում են մուտքային տվյալներ վեստիբուլյար համակարգից, սկսում են ատրոֆիայի ենթարկվել։ Սա ներառում է ոչ միայն ուղեղիկը, այլ ուղեղային բնի որոշակի կառույցներ, կեղի վեստիբուլյար շրջանները։ 2019 թվականին հրապարակված հետազոտությունը ցույց տվեց, որ 6 ամիս տիեզերքում անցկացրած տիեզերագնացների մոտ վեստիբուլյար կեղի ծավալը նվազել էր միջինում 4%-ով։ Սա կարող է թվալ փոքր թիվ, բայց հիշեք, մենք խոսում ենք ուղեղի շրջանի մասին, որը պարունակում է միլիոնավոր նեյրոններ։ 4%-ը նշանակում է 100 հազարավոր կորցրած կամ թուլացած նեյրոնային կապեր։ Բայց փոփոխությունները չեն սահմանափակվում միայն վեստիբուլյար համակարգով։ Դոկտոր Ռոբերտսի թիմը նա ուսումնասիրեց ուղեղի սպիտակ նյութը, այն հատվածը, որը պարունակում է նեյրոնների առանցքներ, կապում է ուղեղի տարբեր շրջանները միմյանց հետ։ Նրանք օգտագործեցին հատուկ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի տեխնիկա, որը կոչվում է դիֆուզիոն տենզորային պատկերավորում։ Այս տեխնիկան թույլ է տալիս տեսնել սպիտակ նյութի մանրաթելերի կառուցվածքը, գնահատել դրանց ամբողջականությունը։ Արդյունքները ցույց տվեցին, որ երկար տողության տիեզերական թռիչքներից հետո սպիտակ նյութի որոշակի մանրաթելեր ցույց էին տալիս նվազած ամբողջականություն։ Մասնավորապես, այն մանրաթելերը, որոնք կապում են ուղեղիկը ուղեղային կեղի հետ, այն մանրաթելերը, որոնք կապում են երկու կիսագնդերը միմյանց հետ։ Սա նշանակում է, որ ոչ միայն ուղեղի շրջանները փոքրանում են, այլ կապերը դրանց մեջ թուլանում են։ Պատկերացրեք քաղաք, որտեղ ոչ միայն շենքերը փլվում են, այլ ճանապարհները դրանց մեջ քայքայվում են։ Այս հայտնագործությունը բարձրացրեց նոր հարցեր։ Եթե նեյրոնային կապերը թուլանում են, արդյոք սա ազդում է տեղեկատվության փոխանցման արագության վրա ուղեղի տարբեր մասերի մեջ։ Արդյոք սա կարող է բացատրել որոշ ճանաչողական փոփոխություններ, որոնք տիեզերագնացները զեկուցում են։ Դոկտոր Ռոբերտսի թիմը համագործակցեց նեյրոֆիզիոլոգների հետ, ուսումնասիրելու այս հարցը։ Նրանք օգտագործեցին էլեկտրաենցեֆալոգրաֆիա, չափելու ուղեղի էլեկտրական ակտիվությունը տիեզերագնացների մոտ թռիչքից առաջ հետո։ Էլեկտրաենցեֆալոգրաֆիան ցույց տվեց հետաքրքիր նմուշներ։ Տիեզերագնացները, ովքեր վերադարձել էին երկար տողության թռիչքներից, ցույց էին տալիս փոփոխված ուղեղային ալիքներ որոշակի խնդիրներ կատարելիս։ Մասնավորապես, երբ նրանք կատարում էին տարածական կողմնորոշման խնդիրներ, նրանց ուղեղը ցույց էր տալիս ավելի դանդաղ, ավելի տարածված ակտիվացում, քան թռիչքից առաջ։ Սա ցույց է տալիս, որ ուղեղը պետք է աշխատի ավելի ծանր, կատարելու նույն խնդիրները։ Դա նման է համակարգչին, որի պրոցեսորը դանդաղացել է կամ որի կապերը դարձել են ավելի դանդաղ։ Բայց կար նա դրական կողմ։ Որոշ տիեզերագնացներ զեկուցում էին բարելավված կարողություններ որոշակի տեսակի խնդիրներում։ Մասնավորապես, նրանք դարձել էին ավելի լավ 3 չափումով տարածական մտածողության մեջ։ Նրանք կարող էին ավելի հեշտ պատկերացնել բարդ 3 չափումով օբյեկտներ, դրանց պտտումները։ Սա իմաստ ուներ, տիեզերքում, որտեղ չկա բացարձակ վեր կամ ներք, տիեզերագնացները պետք է սովորեն մտածել ավելի ճկուն եղանակով տարածության մասին։ Նրանք զարգացնում են այն, ինչ գիտնականները կոչում են տարածական ճկունություն։ 2020 թվականին հրապարակված մի ուսումնասիրություն համեմատեց տիեզերագնացների կատարողականը տարածական խնդիրներում, թռիչքից առաջ, թռիչքի ընթացքում հետո։ Հետազոտողները հայտնաբերեցին, որ թռիչքի ընթացքում տիեզերագնացները ցույց էին տալիս բարելավված կատարողականություն 3 չափումով մտավոր պտտման խնդիրներում, բայց վատթարացած կատարողականություն 2 չափումով տարածական հիշողության խնդիրներում։
Սա ցույց է տալիս, որ ուղեղի հարմարումը միկրոգրավիտացիային ունի դրական, բացասական կողմեր։ Վերադարձից հետո 3 չափումով մտածողության բարելավումը մնում էր մի քանի ամիս, նույնիսկ երբ այլ կարողություններ վերադառնում էին նորմալ։ Սա ցույց է տալիս, որ որոշ հարմարումներ կարող են լինել երկարատ կամ նույնիսկ մշտական։ Տիեզերագնացները, որոնք թռել են տիեզերք, կարող են պահպանել որոշակի ճանաչողական առավելություններ, որոնք ձեռք են բերել այնտեղ։ Սա հետաքրքիր հեռանկար է բացում, հնարավոր է, որ տիեզերական թռիչքը ոչ միայն վնասում է ուղեղին, այլ բարելավում որոշակի կարողություններ։ Բայց վերադառնանք ավելի անհանգստացնող հարցին, ինչ կլինի Մարս ճանապարհորդության ժամանակ։ 2021 թվականին NASA-ն հրապարակեց մանրամասն զեկույց Մարս առաքելության բժշկական ռիսկերի մասին։ Զեկույցը վերլուծեց բոլոր հայտնի առողջական ռիսկերը, ներառյալ ռադիացիան, մկանների ոսկորների ատրոֆիան, սրտանոթային փոփոխությունները, իհարկե, ուղեղի փոփոխությունները։ Ուղեղի փոփոխությունները դասակարգվեցին որպես բարձր ռիսկ կատեգորիա, հիմնված ներկայիս գիտելիքների վրա։ Զեկույցը ներկայացրեց մի քանի սցենարներ։ Առաջին սցենարը՝ լավագույն դեպքը։ Տիեզերագնացները ճանապարհորդում են Մարս 6 ամսում, օգտագործելով ավանդական քիմիական շարժիչներ։ Նրանք անցկացնում են 2 տարի Մարսի վրա, որտեղ գրավիտացիան կազմում է Երկրի գրավիտացիայի 38%-ը։ Հետո նրանք վերադառնում են Երկիր 6 ամսում։ Ընդհանուր առմամբ 3 տարի։ Այս սցենարում, հիմնվելով միջազգային տիեզերական կայարանի տվյալների վրա, տիեզերագնացները կունենան զգալի ուղեղի փոփոխություններ։ Փորոքների ընդլայնումը կարող է հասնել 20 մինչ 25%-ի։ Ուղեղիկի ատրոֆիան 5 մինչ 7%-ի։ Սպիտակ նյութի մանրաթելերի վնասվածությունը չափելի հնարավոր մշտական։ Բայց սա լավագույն դեպքն է։ Երկրորդ սցենարը՝ ավելի իրատեսական։ Ճանապարհորդությունը կարող է տել ավելի երկար, 9 ամիս յուրաքանչյուր ուղղությամբ, եթե մոլորակների դիրքերը չեն նպաստավոր։ Մարսի վրա մնալու ժամանակը կարող է երկարանալ մինչ 3 տարի, եթե տեխնիկական խնդիրներ առաջանան։ Այս սցենարում ընդհանուր տողությունը կարող է հասնել 4 մինչ 5 տարի։ Ուղեղի փոփոխությունները այս դեպքում կլինեն շատ ավելի լուրջ, հավանաբար, մասամբ անվերադարձելի։ Երրորդ սցենարը՝ վատագույն դեպքը։ Արտակարգ իրավիճակ Մարսի վրա, որը պահանջում է երկարատ մնալ։ Կամ տեխնիկական խափանում, որը ուշացնում է վերադարձը։ Այս դեպքում տիեզերագնացները կարող են անցկացնել 6 կամ ավելի տարի ցածր գրավիտացիայի պայմաններում։ Զեկույցը նշում է, որ այս սցենարում ուղեղի փոփոխությունները կարող են լինել այնքան լուրջ, որ տիեզերագնացները կարող են ունենալ մշտական նեյրոլոգիական խնդիրներ վերադարձից հետո։ NASA-ի բժիշկները մշակեցին մի շարք չափանիշներ, գնահատելու, թե երբ ուղեղի փոփոխությունները դառնում են անընդունելի։ Այս չափանիշները ներառում են փորոքների ընդլայնումը ավելի քան 30%-ով, ուղեղիկի ատրոֆիան ավելի քան 10%-ով, սպիտակ նյութի մանրաթելերի վնասվածությունը որոշակի շեմից ավելի։ Եթե տիեզերագնացը հասնում է այս շեմերին, առաքելությունը պետք է դադարեցվի, տիեզերագնացը պետք է անմիջապես վերադարձվի Երկիր։ Բայց ինչպես կարելի է դա անել, եթե դուք գտնվում եք Մարսի վրա, հաջորդ թռիչքի պատուհանը 1 տարի հետո է։ Սա բարձրացնում է հիմնարար հարց. արդյոք մենք պատրաստ ենք ուղարկել մարդկանց Մարս ներկայիս տեխնոլոգիաներով։ Որոշ գիտնականներ պնդում են, որ մենք պետք է սպասենք, մինչ մշակենք արհեստական գրավիտացիայի տեխնոլոգիաներ։ Մյուսները հավատում են, որ ռիսկերը ընդունելի են, հաշվի առնելով առաքելության կարևորությունը։ Բայց բոլորը համաձայն են մեկ բանում՝ մենք պետք է շատ ավելի շատ իմանանք ուղեղի փոփոխությունների մասին, նախքան առաջին մարդիկ ոտք կդնեն Մարսի վրա։ Դոկտոր Ռոբերտսի թիմը շարունակում է իր հետազոտությունները։ Նրանք հիմա ուսումնասիրում են նոր տիեզերագնացների խումբ, որոնք պլանավորում են անցկացնել 1 տարի միջազգային տիեզերական կայարանում։ Նրանք համագործակցում են Եվրոպական տիեզերական գործակալության Ռուսաստանի Ռոսկոսմոսի հետ, հավաքելու ավելի շատ տվյալներ տարբեր ազգությունների տիեզերագնացներից։ Նպատակն է ստեղծել ավելի մեծ տվյալների բազա, որը թույլ կտա ավելի ճշգրիտ կանխատեսել ուղեղի փոփոխությունները երկարատ առաքելությունների ժամանակ։ Բայց կա մեկ այլ հետազոտական ուղղություն, որը կարող է հեղափոխել մեր հասկացողությունը։ 2022 թվականին NASA-ն սկսեց նոր ծրագիր, կոչվում է արհեստական գրավիտացիայի հետազոտություն։ Ծրագրի նպատակն է ստեղծել փոքր պտտվող մոդուլ, որը կարող է տեղադրվել միջազգային տիեզերական կայարանում։ Այս մոդուլը կպտտվի իր առանցքի շուրջ, ստեղծելով արհեստական գրավիտացիա ներսում։
Տիեզերագնացները կկարողանան անցկացնել մի քանի ժամ օրական այս մոդուլում, վարժվելու թույլ տալու իրենց ուղեղին հիշել գրավիտացիան։ Առաջին փորձարարական մոդուլը պլանավորվում է գործարկել 2026 թվականին։ Եթե այն հաջող լինի, NASA-ն պլանավորում է կառուցել ավելի մեծ մոդուլներ, հատուկ նախատեսված Մարս առաքելությունների համար։ Պատկերացրեք տիեզերանավ, որը բաղկացած է երկու մասից, կապված երկար մետաղական ձողով։ Ամբողջ կառույցը պտտվում է այս ձողի շուրջ, ստեղծելով արհեստական գրավիտացիա երկու մասերում։ Տիեզերագնացները կապրեն կաշխատեն այս պտտվող միջավայրում ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Բայց նման համակարգի կառուցումը պահանջում է լուծել բազմաթիվ տեխնիկական խնդիրներ։ Ինչպես ապահովել, որ պտտումը մնա կայուն։ Ինչպես կառավարել Կորիոլիսի էֆեկտը, այն ուժը, որը առաջանում է պտտվող համակարգում, կարող է առաջացնել սրտխառնոց։ Ինչպես ապահովել, որ տիեզերագնացները կարողանան անցնել պտտվող մասից ոչ պտտվող մաս, օրինակ, վերահսկման կենտրոն կամ դիտարկման պատուհան։ Այս բոլոր հարցերը պահանջում են տարիներ հետազոտություն զարգացում։ Մինույն ժամանակ, գիտնականները ուսումնասիրում են նադեղաբանական մոտեցումներ։ 2023 թվականին Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները հայտնաբերեցին, որ որոշակի դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են Ալցհեյմերի հիվանդության բուժման համար, կարող են դանդաղեցնել ուղեղի ատրոֆիան միկրոգրավիտացիայում։ Նրանք փորձարկեցին այս դեղամիջոցները կրծողների վրա, որոնք ենթարկվել էին սիմուլյացված միկրոգրավիտացիայի։ Արդյունքները ցույց տվեցին, որ դեղամիջոցները նվազեցրին ուղեղիկի ատրոֆիան մոտավորապես 50%-ով։ Սա խոստումնալից հայտնագործություն էր, բայց դեռ շատ աշխատանք է պետք անել, նախքան այս դեղամիջոցները կարող են փորձարկվել մարդկանց վրա։ Առաջին հերթին, պետք է հասկանալ, թե ինչպես են այս դեղամիջոցները աշխատում միկրոգրավիտացիայում։ Երկրորդ, պետք է ապահովել, որ նրանք անվտանգ են երկարատ օգտագործման համար։ Երրորդ, պետք է ուսումնասիրել հնարավոր կողմնակի էֆեկտները փոխազդեցությունները այլ դեղամիջոցների հետ, որոնք տիեզերագնացները կարող են ընդունել։ Մեկ այլ հետազոտական ուղղություն կենտրոնացած է սննդային հավելումների վրա։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպաթթուները, որոնք գտնվում են ձկան յուղում, կարող են պաշտպանել ուղեղը սթրեսից բորբոքումից։ Հետազոտողները փորձարկում են, թե արդյոք բարձր դոզաներով օմեգա-3 հավելումները կարող են նվազեցնել ուղեղի փոփոխությունները միկրոգրավիտացիայում։ Նախնական արդյունքները խոստումնալից են, բայց դեռ շատ վաղ է վերջնական եզրակացություններ անել։ Կան ավելի էկզոտիկ գաղափարներ։ Մի խումբ հետազոտողներ Ճապոնիայում ուսումնասիրում են մագնիսական դաշտերի օգտագործումը, սիմուլյացնելու գրավիտացիայի որոշ էֆեկտներ ուղեղի վրա։ Նրանց տեսությունն այն է, որ ուժեղ մագնիսական դաշտերը կարող են ազդել ուղեղի հեղուկների վրա մասամբ փոխարինել գրավիտացիայի բացակայությունը։ Սա հիմնված է այն փաստի վրա, որ ջուրը, որը կազմում է ուղեղի հեղուկների մեծ մասը, թույլ դիամագնետիկ է արձագանքում է ուժեղ մագնիսական դաշտերին։ Բայց այս գաղափարը դեռ շատ տեսական է, պահանջում է ապացույցներ։ Դոկտոր Ռոբերտսի թիմը սկսեց ուսումնասիրել, թե արդյոք կան գենետիկական գործոններ, որոնք դարձնում են որոշ մարդկանց ավելի դիմացկուն ուղեղի փոփոխություններին։ Նրանք վերլուծեցին տիեզերագնացների գենոմները, փնտրեցին կապեր որոշակի գենետիկական տարբերակների ուղեղի փոփոխությունների չափի մեջ։ Նախնական վերլուծությունը բացահայտեց մի քանի հետաքրքիր թեկնածու գեներ, որոնք կարող են դեր խաղալ։ Մեկը կապված է ցերեբրոսպինալ հեղուկի արտադրության հետ։ Մեկ այլը՝ նեյրոնային պլաստիկության հետ։ Երրորդը՝ բորբոքային պատասխանի հետ։ Եթե այս գտածոները հաստատվեն ավելի մեծ ուսումնասիրություններում, դա կարող է հանգեցնել նոր մոտեցման տիեզերագնացների ընտրության համար։ Փոխանակ պարզապես ընտրելու ամենալավ պատրաստված փորձառու թեկնածուներին, NASA-ն կարող է հաշվի առնել գենետիկական գործոնները։ Սա բարձրացնում է էթիկական հարցեր, արդյոք ճիշտ է բացառել մարդկանց տիեզերական առաքելություններից նրանց գենետիկայի հիման վրա։ Բայց եթե խոսքը գնում է 3 տարի տող Մարս առաքելության մասին, որտեղ ուղեղի լուրջ վնասվածությունը կարող է վտանգել ամբողջ առաքելությունը, այս հարցը դառնում է ավելի բարդ։ Մեկ այլ կարևոր հարց է տիեզերագնացների հոգեբանական պատրաստվածությունը։ Ինչպես կարելի է պատրաստել մարդկանց այն փոփոխություններին, որոնք նրանք կզգան իրենց ուղեղում ճանաչողական կարողություններում։ NASA-ն մշակել է հատուկ ուսուցման ծրագրեր, որոնք նախատեսված են օգնելու տիեզերագնացներին հասկանալ հարմարվել այս փոփոխություններին։ Ծրագիրը ներառում է տեղեկատվություն նեյրոպլաստիկության մասին, վարժություններ տարածական կողմնորոշման համար միկրոգրավիտացիայում, ռազմավարություններ հաղթահարելու ճանաչողական դժվարությունները։
Տիեզերագնացները նա սովորում են օգտագործել տեխնոլոգիական օգնության միջոցներ։ Օրինակ, հատուկ ակնոցներ, որոնք ցույց են տալիս արհեստական հորիզոն, օգնելու կողմնորոշվել տիեզերքում։ Կամ հավելվածներ, որոնք հիշեցնում են կատարել որոշակի խնդիրներ որոշակի ժամանակին, փոխհատուցելու հիշողության խնդիրները։ Կամ էկզոսկելետներ, որոնք օգնում են պահպանել հավասարակշռությունը վերադարձից հետո։ Այս բոլոր տեխնոլոգիաները նախատեսված են նվազեցնելու ուղեղի փոփոխությունների ազդեցությունը տիեզերագնացների կատարողականության վրա։ Բայց նույնիսկ այս բոլոր միջոցառումներով մնում է հիմնարար հարցը՝ արդյոք մարդկային ուղեղը էվոլյուցիայի տեսանկյունից պատրաստ է երկարատ տիեզերական ճանապարհորդությունների համար։ Մեր ուղեղը էվոլյուցիայի արդյունք է, որը տեղի է ունեցել միլիոնավոր տարիների ընթացքում Երկրի վրա, մշտական գրավիտացիայի պայմաններում։ Յուրաքանչյուր նեյրոն, յուրաքանչյուր սինապս, յուրաքանչյուր նեյրոնային ցանց ձևավորվել է այս միջավայրում։ Երբ մենք հեռացնում ենք գրավիտացիան, մենք հեռացնում ենք մի հիմնարար պարամետր, որի շուրջ մեր ուղեղը կառուցված է։ Որոշ գիտնականներ պնդում են, որ մենք երբեք չենք կարող ամբողջությամբ հարմարվել միկրոգրավիտացիային։ Մեր ուղեղը միշտ կմնա երկրային ուղեղ օպտիմալացված գրավիտացիայի համար։ Ցանկացած ժամանակ, որը մենք անցկացնում ենք տիեզերքում, կլինի ժամանակ, երբ մեր ուղեղը աշխատում է սուբօպտիմալ պայմաններում։ Այլ գիտնականներ ավելի լավատես են։ Նրանք հավատում են, որ նեյրոպլաստիկությունը բավականաչափ ուժեղ է, որպեսզի թույլ տա մեր ուղեղին ամբողջությամբ հարմարվել նոր միջավայրին։ Նրանք ցույց են տալիս այն փաստը, որ տիեզերագնացները, ովքեր անցկացրել են ամիսներ տիեզերքում, վերջապես զգում են հարմարավետ կարող են արդյունավետ գործել։ Ճշմարտությունը, հավանաբար, գտնվում է այս երկու ծայրահեղությունների մեջ։ Մեր ուղեղը կարող է հարմարվել միկրոգրավիտացիային որոշակի չափով, բայց այս հարմարումը գալիս է գնով։ Որոշ գործառույթներ բարելավում են, մյուսները վատթարանում։ Որոշ փոփոխություններ վերադարձելի են, մյուսները մշտական։ Եվ որքան երկար ենք մենք մնում տիեզերքում, այնքան մեծ է գինը։ Սա բերում է մեզ դեպի ամենակարևոր հարցը՝ արդյոք մարդիկ երբեք կդառնան իսկապես միջմոլորակային տեսակ։ Արդյոք մենք երբեք կկարողանանք ապրել բազմանալ այլ մոլորակների վրա, որտեղ գրավիտացիան տարբեր է Երկրից։ Կամ մենք միշտ կմնանք երկրային արարածներ, որոնք կարող են միայն կարճ այցելություններ կատարել տիեզերք։ Պատասխանը այս հարցին կախված է ոչ միայն տեխնոլոգիայից, այլ մեր ուղեղի հարմարողականությունից։ Եվ սա միայն սկիզբն է։ Դոկտոր Ռոբերտսի թիմի հայտնագործությունները բացել են նոր հետազոտական ոլորտ՝ տիեզերական նեյրոբիոլոգիա։ Յուրաքանչյուր նոր տիեզերագնաց, ով թռչում է տիեզերք, ավելացնում է մեր գիտելիքները այն մասին, թե ինչպես է ուղեղը արձագանքում միկրոգրավիտացիային։ Յուրաքանչյուր նոր հետազոտություն բերում է նոր հարցեր, նոր հնարավորություններ։ Եվ յուրաքանչյուր նոր հայտնագործություն մեզ մի քայլ ավելի մոտ է բերում պատասխանին՝ կարող ենք մենք իսկապես դառնալ տիեզերագնացների տեսակ։ 2024 թվականի փետրվարին Հյուսթոնի Ջոնսոնի տիեզերական կենտրոնում տեղի ունեցավ անսովոր փորձարկում։ 12 կամավորներ, բոլորը առողջ, 30-ից 45 տարեկան մարդիկ, մտան հատուկ կառուցված խցիկ։ Խցիկը պարունակում էր անկողին, որը կարող էր թեքվել 6 աստիճանով դեպի ներք, գլուխը ցածր, ոտքերը բարձր։ Կամավորները պետք է անցկացնեին 60 օր այս դիրքում, երբեք չելնելով անկողնուց։ Սա կոչվում է անկողնային հանգստի ուսումնասիրություն, այն նախատեսված է սիմուլյացնելու միկրոգրավիտացիայի որոշ էֆեկտները Երկրի վրա։ Երբ դուք պառկած եք գլուխը ցածր, ձեր մարմնի հեղուկները սկսում են հոսել դեպի վեր, ճիշտ այնպես, ինչպես տիեզերքում։ Սիրտը պետք է աշխատի ավելի ծանր, պոմպելու արյունը դեպի ներք։ Ուղեղը լողում է ավելի շատ ցերեբրոսպինալ հեղուկի մեջ։ Իհարկե, սա ոչ թե կատարյալ սիմուլյացիա է, գրավիտացիան դեռ գործում է։ Բայց այն բավականաչափ մոտ է, որպեսզի ուսումնասիրել որոշակի ֆիզիոլոգիական փոփոխություններ։ 12 կամավորներից 6-ը պարզապես պառկած էին անկողնում։ Մյուս 6-ը, վերահսկիչ խումբը, յուրաքանչյուր օր անցկացնում էին 3 ժամ հատուկ սարքում։ Սարքը կոչվում էր կենտրոնախույս կարճ շառավղի սարք։ Պատկերացրեք փոքր խցիկ, որը պտտվում է իր առանցքի շուրջ, ստեղծելով արհեստական գրավիտացիա ներսում։ Կամավորը նստում էր այս խցիկում, սարքը պտտվում էր 30 պտույտ րոպեում, ստեղծելով մեկ ուժ նրա ոտքերի մակարդակում։ 60 օր անց բոլոր կամավորները անցան մանրակրկիտ բժշկական ստուգում։ Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա, ճանաչողական թեստեր, հավասարակշռության գնահատում, արյան վերլուծություններ։ Արդյունքները ցույց տվեցին ուշագրավ տարբերություն երկու խմբերի մեջ։
Կամավորները, ովքեր միայն պառկել էին անկողնում, ցույց տվեցին փոփոխություններ, որոնք նման էին տիեզերագնացների մոտ նկատվածներին։ Նրանց փորոքները ընդլայնվել էին միջինում 7%-ով։ Ուղեղիկի որոշակի շրջանները փոքրացել էին 2%-ով։ Հավասարակշռության թեստերում նրանք ցույց տվեցին վատթարացում։ Բայց կամավորները, ովքեր օգտագործել էին կենտրոնախույս սարքը, ցույց տվեցին զգալիորեն ավելի քիչ փոփոխություններ։ Նրանց փորոքների ընդլայնումը եղել է միայն 3%։ Ուղեղիկի ատրոֆիան գրեթե անգիտակցելի։ Հավասարակշռության թեստերում նրանք կատարել էին գրեթե նույնքան լավ, որքան փորձարկումից առաջ։ Սա էր առաջին ուժեղ ապացույցը, որ կարճ ժամանակով արհեստական գրավիտացիան կարող է պաշտպանել ուղեղը միկրոգրավիտացիայի հետանքներից։ Դոկտոր Ռոբերտսի թիմը վերլուծեց արդյունքները, հրապարակեց զեկույց 2025 թվականին։ Զեկույցը եզրակացրեց, որ 3 ժամ արհեստական գրավիտացիա օրական կարող է նվազեցնել ուղեղի փոփոխությունները մոտավորապես 60%-ով։ Սա էր խոստումնալից լուր, բայց նա բարձրացրեց նոր հարցեր։ Արդյոք 3 ժամ բավարար է երկարատ առաքելությունների համար։ Արդյոք ավելի երկար ժամանակ արհեստական գրավիտացիայում կտա ավելի լավ պաշտպանություն։ Եվ ամենակարևորը, ինչպես իրականացնել այս տեխնոլոգիան իրական տիեզերանավում։ NASA-ի ինժեներները սկսեցին մշակել կոնկրետ նախագծեր։ Առաջին տարբերակը՝ փոքր պտտվող մոդուլ, որը կարող է տեղադրվել միջազգային տիեզերական կայարանում։ Մոդուլը կլինի շուրջ 4 մետր տրամագծով 2 մետր բարձրությամբ։ Այն կպտտվի 30 պտույտ րոպեում, ստեղծելով մոտավորապես 0.8 ուժ պատերի մոտ։ Տիեզերագնացները կկարողանան մտնել մոդուլ, վարժվել այնտեղ, վազել տրեդմիլի վրա, բարձրացնել ծանրություններ կամ պարզապես նստել, թույլ տալ իրենց ուղեղին զգալ գրավիտացիան։ Բայց կառուցումը բախվեց տեխնիկական դժվարություններին։ Պտտվող կառույցը պետք է լինի կատարյալ հավասարակշռված։ Նույնիսկ փոքր անհավասարակշռությունը կստեղծի վիբրացիաներ, որոնք կարող են վնասել միջազգային տիեզերական կայարանի կառուցվածքը։ Մոդուլը պետք է ունենա հուսալի կրող համակարգ, թույլ տալու անընդհատ պտտում տարիներ շարունակ։ Եվ այն պետք է ունենա անվտանգ մուտքի համակարգ, թույլ տալու տիեզերագնացներին մտնել դուրս գալ, մինչդեռ մոդուլը պտտվում է։ 2026 թվականի մարտին NASA-ն հայտարարեց, որ առաջին փորձարարական մոդուլի գործարկումը հետաձգվում է մինչ 2029 թվական։ Պատճառը՝ բյուջեի սահմանափակումներ, տեխնիկական բարդություններ։ Բայց գործակալությունը շարունակեց ֆինանսավորել հետազոտությունները, զարգացումները։ Մինույն ժամանակ, մասնավոր ընկերությունները սկսեցին ցույց տալ հետաքրքրություն։ SpaceX-ը, Իլոն Մասկի ընկերությունը, հայտարարեց 2025 թվականին, որ իրենց Starship տիեզերանավը, որը նախատեսված է Մարս առաքելությունների համար, կներառի պտտվող բաժին։ Նախագիծը նախատեսում էր 2 Starship տիեզերանավ, որոնք կապված են երկար մետաղական մալուխով, 200 մետր երկարությամբ։ Ամբողջ համակարգը կպտտվի այս մալուխի շուրջ, ստեղծելով մոտավորապես 0.3 ուժ յուրաքանչյուր տիեզերանավում։ Սա ոչ թե լրիվ երկրային գրավիտացիա է, բայց բավարար է, որպեսզի պահպանի ուղեղի առողջությունը։ Բայց այս նախագիծը նույնպես բախվեց դժվարություններին։ Ինչպես կապել 2 հսկայական տիեզերանավ 200 մետր մալուխով տիեզերքում։ Ինչպես ապահովել, որ մալուխը չի խզվի պտտման ժամանակ։ Ինչպես կառավարել պտտումը, արագացնել, դանդաղեցնել, դադարեցնել անհրաժեշտության դեպքում։ Եվ ինչպես պաշտպանել համակարգը միկրոմետեորիտներից տիեզերական աղբից։ Այս բոլոր հարցերը պահանջում էին պատասխաններ, նախքան նախագիծը կարող էր իրականացվել։ Մինույն ժամանակ, գիտնականները շարունակում էին ուսումնասիրել դեղաբանական լուծումները։ 2025 թվականին Բոստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները հրապարակեցին ուսումնասիրություն նոր դեղամիջոցի մասին։ Դեղամիջոցը, որը կոչվում էր Neuroprotectin Alpha, նախատեսված էր պաշտպանելու նեյրոնները սթրեսից, բորբոքումից։ Հետազոտողները փորձարկեցին այն կրծողների վրա, որոնք ենթարկվել էին 30 օր սիմուլյացված միկրոգրավիտացիայի։ Արդյունքները ցույց տվեցին, որ դեղամիջոցը նվազեցրեց ուղեղիկի ատրոֆիան 65%-ով, փորոքների ընդլայնումը 40%-ով։ Սա էր ամենաարդյունավետ դեղաբանական միջամտությունը, որը երբևէ փորձարկվել էր։ Բայց դեղամիջոցը ուներ կողմնակի էֆեկտներ։ Կրծողները ցույց տվեցին նվազած ախորժակ փոփոխված քնի նմուշներ։ Հետազոտողները պետք է մշակեին նոր տարբերակ, ավելի քիչ կողմնակի էֆեկտներով, նախքան այն կարող էր փորձարկվել մարդկանց վրա։
Մեկ այլ խոստումնալից ուղղություն էր գենային թերապիան։ 2026 թվականին Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները հայտնաբերեցին, որ որոշակի գեն, որը կոչվում է BRNF, ուղեղային ածանցյալ նեյրոտրոֆիկ ֆակտոր, դեր է խաղում ուղեղի հարմարման մեջ միկրոգրավիտացիային։ Այս գենը կոդավորում է սպիտակուց, որը խթանում է նեյրոնների աճը վերապրումը։ Հետազոտողները փորձարկեցին գենային թերապիա, ավելացնելու BRNF-ի արտադրությունը կրծողների ուղեղում։ Արդյունքները ցույց տվեցին, որ գենային թերապիան ոչ միայն նվազեցրեց ուղեղի ատրոֆիան, այլ բարելավեց ճանաչողական կատարողականությունը միկրոգրավիտացիայում։ Կրծողները, որոնք ստացել էին գենային թերապիա, ցույց տվեցին ավելի լավ տարածական հիշողություն, ավելի արագ ուսուցում, քան վերահսկիչ խումբը։ Սա էր հետաքրքիր հայտնագործություն, բայց գենային թերապիան մարդկանց համար դեռ շատ փորձարարական տեխնոլոգիա է։ Անհրաժեշտ են տարիներ հետազոտություն, ապահովելու դրա անվտանգությունը, արդյունավետությունը։ Դոկտոր Ռոբերտսի թիմը նա սկսեց ուսումնասիրել ոչ ինվազիվ ուղեղի խթանման տեխնիկաները։ Մեկ մոտեցում էր տրանսկրանիալ մագնիսական խթանումը։ Սա տեխնիկա է, որտեղ ուժեղ մագնիսական դաշտերը օգտագործվում են խթանելու ուղեղի որոշակի շրջանները գանգի միջով։ Տեխնիկան արդեն օգտագործվում է դեպրեսիայի այլ նեյրոլոգիական խանգարումների բուժման համար։ Հետազոտողները փորձարկեցին, թե արդյոք այն կարող է օգնել պահպանել ուղեղի գործառույթները միկրոգրավիտացիայում։ Նախնական ուսումնասիրությունները ցույց տվեցին խառը արդյունքներ։ Տրանսկրանիալ մագնիսական խթանումը բարելավեց որոշ ճանաչողական գործառույթներ, բայց չէր կանխել կառուցվածքային փոփոխությունները։ Հետազոտողները եզրակացրեցին, որ այն կարող է օգտակար լինել որպես լրացուցիչ թերապիա, բայց ոչ որպես հիմնական լուծում։ Մեկ այլ մոտեցում էր տրանսկրանիալ ուղի հոսանքի խթանումը։ Սա տեխնիկա է, որտեղ թույլ էլեկտրական հոսանքը անցնում է գանգի միջով, մոդուլացնելու նեյրոնային ակտիվությունը։ Տեխնիկան ավելի պարզ, ավելի էժան է, քան տրանսկրանիալ մագնիսական խթանումը, կարող է հեշտությամբ օգտագործվել տիեզերքում։ 2025 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը սկսեց փորձարկել այս տեխնիկան միջազգային տիեզերական կայարանում։ 2 տիեզերագնաց կամավորվեցին փորձարկման համար։ Նրանք յուրաքանչյուր օր անցկացնում էին 20 րոպե տրանսկրանիալ ուղի հոսանքի խթանման սեանսներ, 6 ամիս շարունակ։ Խթանումը թիրախավորում էր ուղեղիկը վեստիբուլյար կեղը։ 6 ամիս անց, երբ տիեզերագնացները վերադարձան երկիր, նրանք անցան մանրակրկիտ ստուգում։ Արդյունքները ցույց տվեցին, որ նրանք ունեին ավելի քիչ հավասարակշռության խնդիրներ, քան այլ տիեզերագնացներ, ովքեր անցկացրել էին նույն ժամանակը կայարանում։ Բայց մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան ցույց տվեց, որ կառուցվածքային փոփոխությունները նույնն էին։ Սա ցույց տվեց, որ տրանսկրանիալ ուղի հոսանքի խթանումը կարող է օգնել պահպանել գործառական կարողությունները, բայց չի կանխում կառուցվածքային վնասը։ Հետազոտողները եզրակացրեցին, որ լավագույն մոտեցումը կլինի համակցել տարբեր մեթոդներ, արհեստական գրավիտացիա կառուցվածքային փոփոխությունները կանխելու համար, դեղամիջոցներ նեյրոնները պաշտպանելու համար, ուղեղի խթանում գործառույթները պահպանելու համար։ Բայց նույնիսկ այս բոլոր տեխնոլոգիաներով մնում էր մեկ հիմնարար խնդիր՝ ժամանակը։ Որքան երկար է տիեզերագնացը մնում միկրոգրավիտացիայում, այնքան ավելի դժվար է պաշտպանել ուղեղը։ 2026 թվականին NASA-ն հրապարակեց նոր ուսումնասիրություն, որը վերլուծեց տիեզերագնացների տվյալները 10 տարվա ընթացքում։ Ուսումնասիրությունը բացահայտեց կարևոր օրինաչափություն՝ ուղեղի փոփոխությունները չեն աճում գծային կերպով ժամանակի հետ։ Առաջին 3 ամիսը փոփոխությունները համեմատաբար դանդաղ են։ 3-6 ամիսը դրանք արագանում են։ 6 ամսից հետո դրանք կրկին դանդաղանում են, բայց երբեք չեն դադարում ամբողջությամբ։ Սա նշանակում է, որ կա վտանգավոր պատուհան 3-6 ամիս, երբ ուղեղը ամենազգայունն է։ Եթե տիեզերագնացը կարող է անցնել այս պատուհանը առանց լուրջ վնասի, նա ունի ավելի լավ շանսեր երկարատ առաքելության համար։ Այս հայտնագործությունը փոխեց NASA-ի մոտեցումը Մարս առաքելության պլանավորմանը։ Փոխանակ ուղարկելու տիեզերագնացներին ուղիղ Մարս 6 ամսով, գործակալությունը սկսեց մտածել փուլային մոտեցման մասին։ Առաջին փուլը 3 ամիս միջազգային տիեզերական կայարանում, հարմարվելու գնահատելու տիեզերագնացների արձագանքը։ Երկրորդ փուլը 3 ամիս լուսնի ուղեծրում, ավելի հեռու երկրից, բայց դեռ հասանելի արտակարգ իրավիճակների դեպքում։ Երրորդ փուլը 6 ամիս Մարս հետ։ Բայց այս մոտեցումը պահանջում էր ավելի շատ ժամանակ, ռեսուրսներ։
Այն նշանակում էր, որ տիեզերագնացները պետք է անցկացնեին ավելի երկար ժամանակ տիեզերքում, ընդհանուր առմամբ մոտ 1 տարի միայն պատրաստվելու համար Մարս ճանապարհորդությանը։ Սա բարձրացրեց հարց. արդյոք արժե այն։ Որոշ գիտնականներ պնդում էին, որ ավելի լավ է ռիսկել։ Ուղարկել տիեզերագնացներին ուղիղ Մարս։ Մյուսները պնդում էին, որ անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն։ 2027 թվականի հունվարին ՆԱՍԱ-ի ադմինիստրատորը հայտարարեց, որ գործակալությունը ընտրել է փուլային մոտեցումը։ Առաջին Մարս առաքելությունը, որը պլանավորվում է 3000-ական թվականների սկզբին, կնախորդի 2 տարի պատրաստական առաքելություններ Լուսնի ուղեծրում։ Այս որոշումը ընդունվեց խառը արձագանքներով։ Որոշները գովեցին այն որպես պատասխանատու գիտականորեն հիմնավորված։ Մյուսները քննադատեցին որպես չափազանց զգույշ ժամանակ կորցնող։ Մինույն ժամանակ մասնավոր ընկերությունները շարունակում էին մշակել իրենց սեփական մոտեցումները։ SpaceX-ը հայտարարեց, որ իրենց առաջին Մարս առաքելությունը կօգտագործի պտտվող տիեզերանավ, ստեղծելու արհեստական գրավիտացիա ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Blue Origin-ը, Ջեֆ Բեզոսի ընկերությունը, հայտարարեց այլընտրանքային մոտեցման մասին՝ կարճ, արագ ճանապարհորդություն, օգտագործելով ավելի ուժեղ շարժիչներ։ Նրանց նպատակն էր կրճատել ճանապարհորդության ժամանակը 3 ամսի, կրճատելու միկրոգրավիտացիայի ազդեցությունը։ Բայց ավելի ուժեղ շարժիչները պահանջում էին ավելի շատ վառելիք, ինչը նշանակում էր ավելի ծանր տիեզերանավ։ Ավելի ծանր տիեզերանավը պահանջում էր ավելի մեծ հրթիռ գործարկելու համար։ Եվ ավելի մեծ հրթիռը պահանջում էր ավելի շատ գումար։ Հաշվարկները ցույց տվեցին, որ արագ ճանապարհորդության մոտեցումը կարժենար 3 անգամ ավելի շատ, քան ավանդական մոտեցումը։ Blue Origin-ը պնդում էր, որ լրացուցիչ ծախսերը արդարացված են, հաշվի առնելով նվազած առողջական ռիսկերը։ Քննադատները պնդում էին, որ գումարը կարող էր ավելի լավ օգտագործվել, մշակելու ավելի լավ պաշտպանության տեխնոլոգիաներ։ Այս բանավեճերի մեջ դոկտոր Ռոբերտսի թիմը շարունակում էր իր հիմնական հետազոտությունը։ 2027 թվականին նրանք հրապարակեցին ամբողջական ատլաս՝ ուղեղի փոփոխությունների մասին միկրոգրավիտացիայում։ Ատլասը ներառում էր մանրամասն քարտեզներ, որոնք ցույց էին տալիս, թե որ ուղեղի շրջանները ամենազգայունն են, ինչ փոփոխություններ են տեղի ունենում տարբեր ժամանակահատվածներում, ինչպես են այս փոփոխությունները կապված ճանաչողական գործառույթների հետ։ Ատլասը դարձավ ստանդարտ հղում բոլոր հետազոտողների համար, ովքեր աշխատում են տիեզերական նեյրոբիոլոգիայի ոլորտում։ Այն օգտագործվեց մշակելու նոր ախտորոշիչ գործիքներ։ Հիմա տիեզերագնացները կարող էին անցնել արագ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի սկանավորում տիեզերքում, օգտագործելով փոքր, դյուրակիր սարք։ Սկանավորումը համեմատվում էր ատլասի հետ, գնահատելու, թե արդյոք փոփոխությունները գտնվում են ընդունելի սահմաններում։ Եթե փոփոխությունները գերազանցում էին որոշակի շեմ, տիեզերագնացը կստանար զգուշացում։ Նա կարող էր ավելացնել արհեստական գրավիտացիայի սեանսները, սկսել դեղամիջոցների ընդունումը, կամ նույնիսկ որոշել վաղաժամ վերադարձ։ Այս համակարգը տվեց տիեզերագնացներին ավելի շատ վերահսկողություն իրենց առողջության վրա, նվազեցրեց անորոշությունը երկարատ առաքելությունների ժամանակ։ Բայց տեխնոլոգիան միայն մի մասն էր լուծման։ Մյուս մասը մարդկային գործոնն էր։ Տիեզերագնացները պետք է լինեին ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեբանորեն պատրաստ դիմակայելու ուղեղի փոփոխություններին։ ՆԱՍԱ-ն մշակեց նոր ուսուցման ծրագիր, որը կոչվում էր նեյրոադապտացիա։ Ծրագիրը սովորեցնում էր տիեզերագնացներին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց ուղեղում, ինչպես ճանաչել վաղ նշանները խնդիրների, ինչպես օգտագործել հաղթահարման ռազմավարություններ։ Ծրագիրը ներառում էր մედիտացիայի մտածողության վարժություններ։ Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այս պրակտիկաները կարող են բարելավել նեյրոպլաստիկությունը, օգնել ուղեղին ավելի արագ հարմարվել նոր պայմաններին։ Տիեզերագնացները սովորում էին անցկացնել 20 րոպե օրական մեդիտացիայի, կենտրոնանալով իրենց շնչառության մարմնի զգացողությունների վրա։ Նրանք սովորում էին վիզուալիզացիայի տեխնիկաներ, մտովի պատկերացնելով իրենց ուղեղը հարմարվելու ուժեղանալու գործընթացում։ 2028 թվականին առաջին տիեզերագնացների խումբը ավարտեց նեյրոադապտացիա ծրագիրը։ Նրանք զեկուցեցին, որ զգում են ավելի վստահ պատրաստ երկարատ առաքելությունների համար։ Մեկ տիեզերագնաց ասաց. «Հիմա ես հասկանում եմ, որ ուղեղիս փոփոխությունները ոչ թե թուլություն են, այլ հարմարման նշան։ Իմ ուղեղը սովորում է ապրել նոր աշխարհում։ Բայց նույնիսկ լավագույն պատրաստվածությամբ մնում էր անորոշությունը։
Ոչ ոք չգիտեր ճշգրիտ, թե ինչ կլինի 3 տարի Մարս առաքելության ժամանակ։ Տվյալները միջազգային տիեզերական կայարանից տվեցին լավ գնահատական, բայց Մարսը տարբեր էր։ Այնտեղ կլինի գրավիտացիա, թույլ, բայց գոյություն ունեցող։ Այնտեղ կլինի ռադիացիա, ավելի ուժեղ, քան Երկրի ուղեծրում։ Այնտեղ կլինի մեկուսացում, ավելի ծայրահեղ, քան ցանկացած տիեզերագնաց երբեք զգացել է։ Ինչպես կազդեն այս գործոնները ուղեղի վրա։ Արդյոք Մարսի թույլ գրավիտացիան կլինի բավարար, կանխելու ամենավատ փոփոխությունները։ Թե այն կլինի չափազանց թույլ տիեզերագնացները կունենան նույն խնդիրները, ինչ միկրոգրավիտացիայում։ Արդյոք ռադիացիան կվատթարացնի ուղեղի վնասը։ Արդյոք մեկուսացումը կառաջացնի հոգեբանական սթրես, որը կազդի ուղեղի հարմարման վրա։ Այս հարցերին պատասխանելու համար NASA-ն պլանավորում էր մի շարք նախապատրաստական առաքելություններ։ Առաջին առաքելությունը անմարդ տիեզերանավ, որը կտեղափոխի փորձարարական սարքավորումներ Մարս։ Երկրորդ առաքելությունը կենդանիներ Մարս հետ, փորձարկելու ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա։ Երրորդ առաքելությունը կարճ մարդկային առաքելություն Մարսի ուղեծրում, առանց վայրէջքի։ Եվ միայն հետո լրիվ մարդկային առաքելություն մակերեսին։ Յուրաքանչյուր առաքելություն կտա նոր տվյալներ կօգնի ճշգրտել մոդելները։ Յուրաքանչյուր առաքելություն կբերի մեզ մի քայլ ավելի մոտ պատասխանին, կարող են մարդիկ անվտանգ ապրել Մարսի վրա։ Եվ յուրաքանչյուր առաքելություն կբացահայտի նոր հարցեր, որոնք մենք նույնիսկ չենք պատկերացրել դեռ։ Դոկտոր Ռոբերտսը, հիմա 65 տարեկան դեռ ակտիվորեն հետազոտող, տվեց հարցազրույց 2028 թվականի դեկտեմբերին։ Նրան հարցրեցին, ինչ է նա սովորել 11 տարի ուղեղի փոփոխությունները ուսումնասիրելուց հետո։ Նա պատասխանեց. Ես սովորել եմ, որ մարդկային ուղեղը միաժամանակ անհավատալի ուժեղ, անհավատալի խոցելի է։ Այն կարող է հարմարվել պայմաններին, որոնք երբեք չի տեսել էվոլյուցիայի ողջ պատմության ընթացքում։ Բայց այս հարմարումը գալիս է գնով։ Մեր խնդիրն է հասկանալ այդ գինը, գտնել ճանապարհներ դարձնելու այն ընդունելի։ Նրան հարցրեցին արդյոք նա կցանկանար թռչել Մարս, եթե ունենար հնարավորություն։ Նա ժպտաց ասաց. Որպես գիտնական, ես ուզում եմ տեսնել, թե ինչ կլինի։ Որպես մարդ, ես վախենում եմ։ Բայց եթե մենք երբեք պատրաստ լինենք, դա կլինի, քանի որ մարդիկ ինձ նման ուսումնասիրել են ռիսկերը, մշակել են լուծումները։ Տիեզերքը փոխում է մեզ։ Բայց մենք փոխում ենք մեզ, պատրաստվելու տիեզերքին։ Բայց սպասեք մի րոպե։ Հասկանում եմ կատարյալ, թե ինչի մասին եք մտածում հիմա։ 10 տարի տիեզերական նեյրոբիոլոգիայի հետազոտություններ, $100 միլիոն ֆինանսավորում, տասնյակ գիտական հոդվածներ, ինչ։ Արդյոք սա ամենը չէ։ Հերթական փորձ արդարացնել անհնարինը։ Արդյոք մենք չենք պարզապես փորձում համոզել մեզ, որ մարդիկ կարող են ապրել տիեզերքում, երբ յուրաքանչյուր նոր հետազոտություն ցույց է տալիս նոր խնդիր։ Եկեք լինենք ազնիվ մի վայրկյան։ Վերջին 10 տարում մենք հայտնաբերել ենք, որ տիեզերքը ֆիզիկապես տեղաշարժում է ուղեղը գանգի ներսում, որ այն ընդլայնում է փորոքները 20%-ով, որ այն փոքրացնում է ուղեղիկը, որ այն թուլացնում է նեյրոնային կապերը, որ այս փոփոխությունները կարող են մնալ տարիներ վերադարձից հետո։ Եվ մենք դեռ չգիտենք, թե ինչ կլինի 3 տարի Մարս առաքելության ժամանակ։ Ինչու՞։ Մենք նույնիսկ փորձում։ Պատասխանը պարզ է, քանի որ այս ամենը ճշմարտություն է։ Այո, տիեզերքը փոխում է ուղեղը։ Այո, փոփոխությունները լուրջ են։ Այո, մենք դեռ չունենք բոլոր պատասխանները։ Բայց սա ճիշտ այն պատճառն է, որ մենք պետք է շարունակենք հետազոտությունները, ոչ թե դադարեցնենք դրանք։ Պատմությունը լի է օրինակներով, երբ մարդիկ բախվել են կենսաբանական սահմանափակումների, որոնք թվում էին անհաղթահարելի։ Եվ յուրաքանչյուր անգամ մենք գտել ենք ճանապարհ։ Վերցրեք ջրասույզների օրինակը։ 19-րդ դարում բժիշկները հայտնաբերեցին, որ ջրասույզները, ովքեր անցկացնում էին ժամեր խորը ջրի տակ, տառապում էին տարօրինակ հիվանդությունից։ Երբ նրանք արագ բարձրանում էին մակերես, նրանք զգում էին սարսափելի ցավեր հոդերում, մկաններում։ Որոշները կաթվածահար էին դառնում։ Մյուսները՝ մահանում։ Պատճառը՝ ազոտի պղպջակները, որոնք ձևավորվում էին արյան մեջ ճնշման արագ փոփոխության պատճառով։ Բժիշկները կարող էին ասել, մարդիկ չեն ստեղծված խորը ջրի տակ աշխատելու համար։ Եկեք դադարեցնենք ջրասույզությունը։
Բայց փոխարենը նրանք ուսումնասիրեցին խնդիրը, մշակեցին դեկոմպրեսիայի աղյուսակներ։ Նրանք սովորեցրին ջրասույզներին դանդաղ բարձրանալ, կանգ առնելով որոշակի խորություններում։ Նրանք ստեղծեցին դեկոմպրեսիայի խցիկներ, բուժելու ազոտի պղպջակները։ Եվ այսօր ջրասույզները կարող են իջնել 300 մետր խորություն անվտանգ վերադառնալ։ Կամ վերցրեք բարձրլեռնային ալպինիստների օրինակը։ Երբ մարդիկ առաջին անգամ փորձեցին բարձրանալ Էվերեստ, նրանք բախվեցին մահացու խնդրի, բարձրության հիվանդությանը։ 8000 մետր բարձրության վրա օդում թթվածնի քանակը կազմում է ծովի մակարդակի 1/3։ Ուղեղը սկսում է այտուցվել։ Թոքերը լցվում են հեղուկով։ Մարդիկ կորցնում են գիտակցությունը, մահանում են։ Բժիշկները կարող էին ասել, մարդկային մարմինը չի կարող գոյատել այդ բարձրությունների վրա։ Էվերեստը անհասանելի է։ Բայց փոխարենը ալպինիստները մշակեցին ակլիմատիզացիայի տեխնիկաներ։ Նրանք սովորեցին դանդաղ բարձրանալ, անցկացնելով շաբաթներ տարբեր բարձրություններում։ Նրանք սկսեցին օգտագործել լրացուցիչ թթվածին։ Նրանք ստեղծեցին նոր սարքավորումներ, ռազմավարություններ։ Եվ հիմա հազարավոր մարդիկ բարձրացել են Էվերեստ։ Տիեզերքը նույն մարտահրավերն է, միայն ավելի ծայրահեղ։ Բայց սկզբունքը նույնն է։ Մենք բախվում ենք կենսաբանական սահմանափակման։ Մենք ուսումնասիրում ենք այն։ Մենք հասկանում ենք մեխանիզմները։ Մենք մշակում ենք լուծումներ։ Եվ դանդաղորեն, քայլ առ քայլ, մենք ընդլայնում ենք մարդկային կարողությունների սահմանները։ Բայց ահա ինչն է իսկապես հետաքրքիր։ Երբ դոկտոր Ռոբերտ Սի թիմը սկսեց իր հետազոտությունները 2017 թվականին, նրանք ակնկալում էին գտնել միայն վնաս։ Նրանք փնտրում էին ապացույցներ, որ միկրոգրավիտացիան վնասում է ուղեղին։ Եվ նրանք գտան այդ ապացույցները։ Բայց նրանք գտան մի բան անսպասելի, հարմարում։ Հիշեք, ինչպես տիեզերագնացները զարգացրին բարելավված 3 չափումով տարածական մտածողություն։ Հիշեք, ինչպես նրանք սովորեցին շարժվել միկրոգրավիտացիայում, օգտագործելով ամբողջովին նոր ռազմավարություններ։ Սա ոչ թե պարզապես փոխհատուցում էր կորցրած կարողությունների համար։ Սա նոր կարողություններ էին, որոնք երկրի վրա ապրող մարդիկ երբեք չեն զարգացնում։ 2029 թվականի մարտին հրապարակվեց նոր ուսումնասիրություն, որը վերլուծեց տիեզերագնացների ճանաչողական կարողությունները 5 տարի վերադարձից հետո։ Հետազոտողները հայտնաբերեցին, որ որոշ կարողություններ ոչ միայն վերականգնվել էին, այլ մնացել էին բարձր, քան թռիչքից առաջ։ Մասնավորապես, տիեզերագնացները ցույց տվեցին բարձր կատարողականություն խնդիրներում, որոնք պահանջում էին մտովի պտտել բարդ 3 չափումով օբյեկտներ։ Նրանք ցույց տվեցին բարելավված կարողություն արագ անցնել մի տեսակի տարածական հիմքից մեկ այլ տեսակի։ Սա ցույց է տալիս, որ ուղեղի փոփոխությունները միկրոգրավիտացիայում ոչ թե միայն վնաս են։ Դրանք վերակառուցում են ուղեղը, դարձնելով այն ավելի ճկուն, հարմարվողական։ Իհարկե, այս վերակառուցումը գալիս է գնով, որոշ հին կարողություններ թուլանում են։ Բայց եթե մենք կարողանանք պահպանել հին կարողությունները, միաժամանակ զարգացնելով նորերը, մենք կստեղծենք ուղեղ, որը գերազանցում է երկրային ուղեղին որոշակի խնդիրներում։ Սա բերում է մեզ դեպի ամենահետաքրքիր հարցը։ Ինչ է լինում, երբ տիեզերագնացը ծնվում է տիեզերքում։ 2029 թվականի հունիսին միջազգային տիեզերական կայարանում տեղի ունեցավ պատմական իրադարձություն։ Առաջին անգամ կին տիեզերագնաց հղիացավ տիեզերքում։ Սա չէր պլանավորված, NASA-ն խստորեն արգելում է սեռական հարաբերությունները տիեզերքում հենց այս պատճառով։ Բայց երկու տիեզերագնաց, ամուսնացած զույգ, որոնք մասնակցում էին 6 ամսյա առաքելությանը, խախտեցին կանոնները։ Երբ հղիությունը հայտնաբերվեցի, արդեն 8 շաբաթ էր։ NASA-ն կանգնեց դժվար ընտրության առաջ։ Անմիջապես վերադարձնել կին տիեզերագնացին երկիր, թե թույլ տալ նրան շարունակել առաքելությունը։ Բժիշկները զգուշացրին, որ հղիությունը միկրոգրավիտացիայում կարող է լինել վտանգավոր մոր, պտղի համար։ Բայց վաղաժամ վերադարձը նույնպես ուներ ռիսկեր, վերադարձի ժամանակ գրավիտացիայի հարվածը կարող էր վնասել հղիությանը։ Վերջապես որոշեցին թույլ տալ կին տիեզերագնացին մնալ կայարանում, խիստ բժշկական հսկողության ներքո։ Հաջորդ 4 ամիսը նա անցկացրեց հատուկ ռեժիմում, սահմանափակ ֆիզիկական ակտիվություն, ուժեղացված սնուցում, օրական ուլտրաձայնային ստուգումներ։ Պտուղը զարգանում էր նորմալ, բայց բժիշկները նկատեցին մի բան անսովոր։
Պտղի ուղեղը ցույց էր տալիս տարբեր զարգացման նմուշ, քան երկրի վրա։ Որոշակի ուղեղի կառույցներ, մասնավորապես ուղեղիկը վեստիբուլյար համակարգը, զարգանում էին ավելի դանդաղ։ Մյուս կառույցները, տեսողական կեղը, պարիետալ կեղը, զարգանում էին ավելի արագ։ Սա իմաստ ուներ, պտուղը հարմարվում էր միջավայրին, որտեղ գրավիտացիան բացակայում էր, բայց տեսողական տեղեկատվությունը կարևոր էր կողմնորոշման համար։ Երբ կին տիեզերագնացը հասավ 28 շաբաթ հղիության, նա վերադարձավ երկիր հատուկ բժշկական թռիչքով։ 3 շաբաթ անց նա ծնեց առողջ տղա։ Մանուկը կշռում էր 3 կիլոգրամ 200 գրամ, նորմալ կշիռ։ Նա ուներ 10 մատ ձեռքերին, 10 մատ ոտքերին։ Բոլոր օրգանները գործում էին նորմալ։ Բայց երբ նեյրոլոգները ստուգեցին նրան, նրանք նկատեցին տարբերություններ։ Մանուկը ցույց էր տալիս ավելի թույլ վեստիբուլյար ռեֆլեքսներ, քան սովորական նորածինները։ Երբ նրան թեքում էին մի կողմ, նրա աչքերը չէին շարժվում այնպես, ինչպես սպասվում էր, փոխհատուցելու գլխի շարժումը։ Բայց նա ցույց էր տալիս ավելի ուժեղ տեսողական ուշադրություն։ Նա կարող էր հետել շարժվող օբյեկտներին ավելի երկար, ավելի հարթ, քան սովորական նորածինները։ Հաջորդ 2 տարում մանուկը զարգացավ նորմալ։ Նա սովորեց նստել, սողալ, քայլել սովորական ժամկետներում։ Բայց նեյրոլոգները շարունակեցին նկատել փոքր տարբերություններ։ Նա ուներ փոքր-ինչ ավելի թույլ հավասարակշռություն, քան միջին երեխան։ Բայց նա ցույց էր տալիս բացառիկ տարածական կարողություններ։ 2 տարեկանում նա կարող էր լուծել փազլներ, որոնք սովորաբար նախատեսված են 4 տարեկանների համար։ Սա էր առաջին մարդը, ով սկսել էր կյանքը միկրոգրավիտացիայում։ Եվ նրա ուղեղը ցույց էր տալիս, որ մարդկային զարգացումը կարող է հարմարվել տիեզերական պայմաններին։ Իհարկե, մեկ դեպքը բավարար չէ եզրակացություններ անելու համար։ Բայց այն բացեց նոր հետազոտական ուղղություն, զարգացողական տիեզերական նեյրոբիոլոգիա։ NASA'n անմիջապես սկսեց ուսումնասիրել այս ելույթը։ Նրանք ստեղծեցին հատուկ հետազոտական ծրագիր, հետելու այս երեխային ցանկացած ապագա երեխայի, ով գտնվի նմանատիպ հանգամանքներում։ Նրանք սկսեցին կենդանիների փորձեր, ուսումնասիրելու, թե ինչպես է միկրոգրավիտացիան ազդում ուղեղի զարգացման վրա տարբեր փուլերում։ 2030 թվականին հրապարակվեցին առաջին արդյունքները կրծողների փորձերից։ Հետազոտողները թույլ տվեցին հղի կրծողների ծնել միկրոգրավիտացիայում, սիմուլյացված պայմաններում երկրի վրա։ Ձագերը ծնվեցին առողջ, բայց նրանց ուղեղները ցույց տվեցին զգալի տարբերություններ։ Ուղեղիկը եղել է 20%-ով ավելի փոքր։ Վեստիբուլյար կեղը 15%-ով ավելի փոքր։ Բայց տեսողական կեղը եղել է 10%-ով ավելի մեծ։ Երբ ձագերը տեղափոխվեցին նորմալ գրավիտացիա, նրանք ցույց տվեցին դժվարություններ հավասարակշռության շարժողական համակարգման հետ։ Բայց մի քանի շաբաթ անց նրանք սկսեցին հարմարվել։ Նրանց ուղեղիկը սկսեց աճել։ Վեստիբուլյար կեղը սկսեց զարգանալ։ 6 ամիս անց նրանք ցույց տվեցին գրեթե նորմալ հավասարակշռություն շարժողական կարողություններ։ Բայց տեսողական կեղի ավելացումը մնաց։ Սա ցույց տվեց, որ ուղեղը կարող է հարմարվել միկրոգրավիտացիային նույնիսկ զարգացման ժամանակ։ Բայց այս հարմարումը ստեղծում է ուղեղ, որը օպտիմալացված է տիեզերքի համար, ոչ թե երկրի համար։ Եթե այդ ուղեղը վերադառնում է երկիր, այն պետք է կրկին հարմարվի։ Եվ այս երկրորդ հարմարումը կարող է լինել դժվար։ Բայց ինչ է լինում, եթե ուղեղը երբեք չվերադառնա երկիր։ Ինչ է լինում, եթե երեխան ծնվում է Մարսի վրա, ապրում է այնտեղ ամբողջ կյանքը։ Արդյոք նրա ուղեղը կզարգանա այնպես, որ նա երբեք չի կարողանա ապրել երկրի վրա։ Արդյոք մենք կստեղծենք նոր մարդկային ենթատեսակ, Homo sapiens martianus, մարսյան մարդ։ Սա ոչ թե գիտական ֆանտաստիկա է։ Սա իրական հնարավորություն է, որը մենք պետք է հաշվի առնենք, երբ պլանավորում ենք մշտական բնակավայրեր այլ մոլորակների վրա։ Եթե մենք ուղարկում ենք ընտանիքներ Մարս, նրանք ունենում են երեխաներ այնտեղ, այդ երեխաները կլինեն մարսյան արարածներ։ Նրանց ուղեղները կձևավորվեն Մարսի գրավիտացիայում, 38% երկրի գրավիտացիայից։ Նրանց մկանները ոսկորները կզարգանան այդ պայմաններում։ Նրանց ամբողջ ֆիզիոլոգիան կհարմարվի Մարսին։ Եվ եթե նրանք երբեք փորձեն այցելել երկիր, նրանք կզգան, կարծես իրենց մարմինը կշռում է 3 անգամ ավելի շատ, քան պետք է։ Նրանց սիրտը չի կարողանա պոմպել արյունը դեմ երկրի գրավիտացիայի։ Նրանց ոսկորները կարող են կոտրվել սեփական կշռից։
Եվ նրանց ուղեղը, որը երբեք չի զարգացել լրիվ գրավիտացիայում, կարող է չկարողանալ գործել նորմալ։ Սա նշանակում է, որ մարսյան գաղութը կարող է դառնալ միակողմանի ճանապարհորդություն։ Մարդիկ կարող են գնալ այնտեղ, բայց նրանց երեխաները երբեք չեն կարողանա վերադառնալ։ Սա էթիկական հարց է, որը մենք պետք է լուծենք նախքան առաջին մշտական բնակավայրի ստեղծումը։ Արդյոք ճիշտ է ծնել երեխաներ, ովքեր երբեք չեն կարողանա տեսնել իրենց նախնիների մոլորակը։ Բայց կա այլ տեսանկյուն։ Եթե մենք երբե պատրաստվում ենք դառնալ իսկապես միջմոլորակային տեսակ, մենք պետք է ընդունենք, որ մարդիկ կզարգանան տարբեր ձևով տարբեր մոլորակների վրա։ Մարսյան մարդը կլինի տարբեր երկրային մարդուց։ Եվրոպայի մարդը, Յուպիտերի լուսնի վրա, կլինի տարբեր մարսյան մարդուց։ Յուրաքանչյուր գաղութ կզարգացնի իր սեփական հարմարումները, իր սեփական կենսաբանական առանձնահատկությունները։ Սա կարող է թվալ վախեցնող, բայց սա հետաքրքիր է։ Մենք կլինենք վկաները, մասնակիցները մարդկային էվոլյուցիայի նոր փուլի։ Առաջին անգամ մեր տեսակի պատմության մեջ մենք կզարգանանք ոչ թե բնական ընտրության միջոցով, այլ գիտակցված ընտրության միջոցով։ Մենք կընտրենք, թե որտեղ ապրել, ինչպես հարմարվել, ինչ տեխնոլոգիաներ օգտագործել մեր կենսաբանությունը փոխելու համար։ Դոկտոր Ռոբերտսի թիմը հիմա աշխատում է նոր նախագծի վրա, կոչվում է ադապտիվ նեյրոգենետիկա։ Նպատակն է նույնականացնել այն գենետիկական տարբերակները, որոնք դարձնում են որոշ մարդկանց ավելի հարմարվողական միկրոգրավիտացիային։ Հետո օգտագործել այս տեղեկատվությունը մշակելու անհատականացված թերապիաներ, յուրաքանչյուր տիեզերագնացի համար։ Եվ վերջապես հնարավոր է օգտագործել գենային խմբագրման տեխնոլոգիաները, բարելավելու հարմարվողականությունը ապագա սերունդների համար։ Սա բարձրացնում է խորը էթիկական հարցեր։ Արդյոք մենք պետք է փոխենք մարդկային գենոմը, դարձնելու մարդկանց ավելի հարմար տիեզերքի համար։ Արդյոք սա դեռ կլինի Homo sapiens, թե մի բան նոր։ Որտեղ է գիծը մարդկային բարելավման, մարդկային փոփոխության միջ։ Բայց գուցե սա սխալ հարցն է։ Գուցե ճիշտ հարցը չէ, արդյոք մենք պետք է փոխենք մարդկային բնությունը, այլ ինչպես մենք կարող ենք փոխել այն պատասխանատվությամբ։ Մարդկային բնությունը միշտ փոխվել է։ Մենք փոխվել ենք, երբ սկսել ենք քայլել երկու ոտքի վրա։ Մենք փոխվել ենք, երբ սկսել ենք օգտագործել գործիքներ։ Մենք փոխվել ենք, երբ սկսել ենք խոսել։ Մենք փոխվել ենք, երբ սկսել ենք գրել։ Յուրաքանչյուր փոփոխություն դարձրել է մեզ ավելի քիչ նման մեր նախնիներին, ավելի շատ նման այն, ինչ մենք ենք այսօր։ Տիեզերքը հաջորդ քայլն է այս ճանապարհին։ Այն կփոխի մեզ ֆիզիկապես, մտավոր, հնարավոր նույնիսկ գենետիկորեն։ Բայց այս փոփոխությունները չեն դարձնի մեզ ավելի քիչ մարդ։ Նրանք կդարձնեն մեզ ավելի շատ մարդ, ով կարող է ապրել ոչ միայն մեկ մոլորակի վրա, այլ շատերի վրա։ Մարդ, ով կարող է հարմարվել ոչ միայն մեկ միջավայրի, այլ անհամար միջավայրերի։ Եվ սա է ամենակարևոր դասը, որը մենք սովորել ենք 10 տարի ուղեղի փոփոխությունները ուսումնասիրելուց հետո։ Մարդկային ուղեղը, այս անհավատալի, բարդ, խոցելի օրգանը, նա ամենահարմարվողական կառույցն է, որը երբե էվոլյուցիայի արդյունք է եղել։ Այն կարող է վերակառուցել ինքն իրեն, արձագանքելով նոր մարտահրավերներին։ Այն կարող է սովորել նոր ուղիներ, լուծելու հին խնդիրները։ Այն կարող է ստեղծել նոր կարողություններ, որոնք երբեք չեն գոյություն ունեցել։ Երբ տիեզերագնացները վերադառնում են տիեզերքից, նրանք իսկապես այլ մարդիկ են։ Նրանց ուղեղները փոխվել են։ Բայց այս փոփոխությունը ոչ թե վերջն է։ Սա սկիզբն է։ Սկիզբը նոր էրայի, երբ մարդկությունը կսովորի ապրել ոչ միայն երկրի վրա, այլ ամբողջ արեգակնային համակարգում։ Եվ գուցե, մի օր, դրանից դուրս։ Հարցը այլս ոչ թե կարող ենք մենք ապրել տիեզերքում։ Հարցն այն է, ինչպիսի մարդիկ մենք կդառնանք, երբ կապրենք այնտեղ։ Եվ պատասխանը, ինչպես միշտ, կախված է մեզանից։ Բայց եկեք մի վայրկյան կանգ առնենք, մտածենք ավելի խորը։ Ամբողջ այս պատմության ընթացքում մենք խոսել ենք ուղեղի փոփոխությունների մասին, հարմարման մասին, տեխնոլոգիաների մասին։ Բայց կա մի հարց, որը շատ ավելի հիմնարար է, քան այս ամենը։ Ինչ է իրականում ուղեղը։ Եվ ինչու է այն այդպես անբաժանելիորեն կապված այն միջավայրի հետ, որտեղ այն գոյություն ունի։ Ձեր ուղեղը ոչ թե պարզապես օրգան է, որը գտնվում է ձեր գանգի ներսում։ Այն քարտեզ է տիեզերքի։
Յուրաքանչյուր նեյրոն, յուրաքանչյուր սինապս, յուրաքանչյուր նեյրոնային ցանց ձևավորվել է արտացոլելու ֆիզիկական իրականության կառուցվածքը։ Երբ դուք ծնվում եք, ձեր ուղեղը սկսում է կառուցել ներքին մոդել աշխարհի։ Այս մոդելը հիմնված է ազդանշանների վրա, որոնք ուղեղը ստանում է զգայարաններից, լույս աչքերից, ձայն ականջներից, շոշափում մաշկից և, ամենակարևորը, գրավիտացիա վեստիբուլյար համակարգից։ Գրավիտացիան ոչ թե պարզապես ուժ է, որը քաշում է ձեզ դեպի ներք։ Այն հիմնական առանցք է, որի շուրջ ձեր ուղեղը կազմակերպում է իրականության ընկալումը։ Վեր, ներք, ծանր, թեթ, անկում, բարձրացում։ Այս բոլոր հասկացությունները գոյություն ունեն միայն այն պատճառով, որ գրավիտացիան գոյություն ունի։ Առանց գրավիտացիայի, այս հասկացությունները կորցնում են իմաստը։ Եվ երբ դրանք կորցնում են իմաստը, ուղեղը, որը կառուցված է դրանց շուրջ, սկսում է փլվել վերակառուցվել։ Բայց ահա ինչն է իսկապես հիանալի։ Ուղեղը չի պարզապես արձագանքում գրավիտացիայի բացակայությանը։ Այն փորձում է հասկանալ այն։ Այն փորձում է ստեղծել նոր մոդել իրականության, որը աշխատում է առանց գրավիտացիայի։ Եվ դանդաղորեն, ցավոտ, միլիարդավոր նեյրոնային կապերի վերակառուցման միջոցով, այն հաջողում է։ Սա մեզ բերում է դեպի մի բան, որը փիլիսոփաները կոչում են մարմնավորված ճանաչողություն։ Գաղափարն այն է, որ մտածողությունը ոչ թե վերացական գործընթաց է, որը տեղի է ունենում ուղեղում, անկախ մարմնից։ Մտածողությունը խորապես կապված է մարմնի հետ, այն միջավայրի հետ, որտեղ մարմինը գոյություն ունի։ Ձեր մտածելուձը ձևավորված է այն փաստով, որ դուք ունեք մարմին, որը շարժվում է գրավիտացիայի դաշտում։ Երբ դուք մտածում եք վեր կամ ներք, դուք ոչ թե պարզապես օգտագործում եք վերացական խորհրդանիշներ։ Դուք ակտիվացնում եք նեյրոնային ցանցերը, որոնք կապված են ձեր մարմնի դիրքի զգացողության հետ տարածության մեջ։ Երբ դուք մտածում եք ծանր կամ թեթ, դուք ակտիվացնում եք նեյրոնային ցանցերը, որոնք կապված են օբյեկտներ բարձրացնելու փորձառության հետ։ Ձեր ամբողջ հասկացողական համակարգը հիմնված է ֆիզիկական փորձառության վրա։ Հիմա պատկերացրեք, որ այդ ֆիզիկական փորձառությունը հանկարծ փոխվում է։ Վեր, ներք այլևս իմաստ չունեն։ Ծանր, թեթ անհետանում են։ Ինչպես կփոխվի ձեր մտածողությունը։ Ինչպես կփոխվի ձեր ընկալումը իրականության։ Սա ոչ թե վերացական հարց է։ Սա ճիշտ այն, ինչ տեղի է ունենում տիեզերագնացների հետ։ Տիեզերագնացները հաճախ նկարագրում են խորը փոփոխություն իրենց աշխարհայացքում։ Նրանք խոսում են ակնարկի էֆեկտի մասին, երբ նրանք տեսնում են Երկիրը տիեզերքից հանկարծ հասկանում, որ բոլոր սահմանները, բոլոր բաժանումները, բոլոր կոնֆլիկտները անիմաստ են։ Բայց սա ոչ միայն տեսողական փորձառություն է։ Սա նեյրոլոգիական փորձառություն է։ Երբ ուղեղը կորցնում է գրավիտացիոն հղման կետը, այն սկսում է տեսնել աշխարհը տարբեր կերպ։ 2031 թվականին հրապարակվեց ուսումնասիրություն, որը վերլուծեց տիեզերագնացների փիլիսոփայական հայացքները թռիչքից առաջ հետո։ Հետազոտողները հայտնաբերեցին, որ տիեզերագնացները, ովքեր անցկացրել էին 6 ամիս կամ ավելի տիեզերքում, ցույց տվեցին զգալի փոփոխություններ իրենց աշխարհայացքում։ Նրանք դարձան ավելի հոլիստիկ մտածողներ, տեսնելով կապերը, օրինաչափությունները, որոնք նախկինում անտեսում էին։ Նրանք դարձան ավելի քիչ կենտրոնացած անհատական նույնականության վրա, ավելի շատ համակարգերի հարաբերությունների վրա։ Սա կարող է լինել պարզապես հոգեբանական փոփոխություն, արձագանք տիեզերքում լինելու խորը փորձառությանը։ Բայց կարող է լինել ավելի խորը բան։ Կարող է լինել, որ երբ ուղեղը վերակառուցվում է առանց գրավիտացիոն հղման կետի, այն սկսում է մտածել ավելի ճկուն, ավելի փոխկապակցված եղանակներով։ Այն սկսում է տեսնել իրականությունը ոչ թե ֆիքսված կատեգորիաների հավաքածու, այլ հոսող, փոխկապակցված գործընթացների ցանց։ Սա մեզ բերում է դեպի մի հարց, որը գիտությունը դեռ չի կարող պատասխանել։ Գիտակցությունը։ Ինչ է լինում գիտակցության հետ, երբ ուղեղը փոխվում է այդպես հիմնարար կերպով։ Արդյոք տիեզերագնացի զգում է իրեն նույն անձը, երբ վերադառնում է Երկիր։ Թե մի բան փոխվել է ավելի խորը մակարդակում։ Գիտակցության խնդիրը, այն, ինչ փիլիսոփաները կոչում են դժվար խնդիր, մնում է անլուծված։ Մենք գիտենք, որ գիտակցությունը ինչ-որ կերպ առաջանում է ուղեղի ակտիվությունից։ Բայց մենք չգիտենք, թե ինչպես։ Մենք չգիտենք, թե ինչու ֆիզիկական գործընթացները ուղեղում առաջացնում են սուբյեկտիվ փորձառություն։ Ինչու։
Լույսի ալիքները հարվածելը ցանցաթաղանթին ստեղծում կարմիր գույնի փորձառություն։ Ինչու՞։ Օդի ճնշման տատանումները ստեղծում երաժշտության փորձառություն։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Գրավիտացիայի բացակայությունը փոխում ոչ միայն ուղեղի կառուցվածքը, այլ գիտակցության բնույթը։ Տիեզերագնացները նկարագրում են, որ տիեզերքում նրանք զգում են տարբեր։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ մտավոր։ Նրանք նկարագրում են ավելի հեղուկ, ավելի ընդարձակ գիտակցության զգացողություն։ Կարծես սահմանները նրանց եսի արտաքին աշխարհի մեջ դարձել են ավելի թափանցիկ։ Սա կարող է լինել պարզապես մետաֆորա։ Բայց կարող է լինել նա ինչ-որ իրական բան։ Կարող է լինել, որ գիտակցությունը ոչ միայն ուղեղի արտադրանք է, այլ մարմնի միջավայրի փոխազդեցության արտադրանք։ Եվ երբ այդ փոխազդեցությունը փոխվում է այդպես հիմնարար կերպով, գիտակցությունն ինքը փոխվում է։ Բայց մենք չգիտենք։ Եվ սա ամենակարևոր բառերն են այս ամբողջ պատմության մեջ։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե արդյոք ուղեղի փոփոխությունները երկարատ տիեզերական թռիչքների ժամանակ կլինեն ամբողջությամբ վերադարձելի։ Մենք չգիտենք, թե արդյոք արհեստական գրավիտացիան կլինի բավարար, պաշտպանելու ուղեղը։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի երեխայի հետ, ով ծնվում է մեծանում է Մարսի վրա։ Մենք չգիտենք, թե արդյոք մարդիկ երբեք կարող են իսկապես հարմարվել ապրելու այլ մոլորակների վրա։ Եվ ամենակարևորը, մենք չգիտենք, թե ինչ է իրականում գիտակցությունը, ինչպես է այն կապված ուղեղի ֆիզիկական կառուցվածքի հետ։ Մենք չգիտենք, թե արդյոք գիտակցությունը կարող է գոյատել, երբ ուղեղը փոխվում է այդպես հիմնարար կերպով։ Մենք չգիտենք, թե արդյոք տիեզերագնացը, ով վերադառնում է երկիր փոխված ուղեղով, դեռ նույն անձն է։ Բայց գուցե սա լավ բան է։ Գուցե չգիտելը ոչ թե թուլություն է, այլ ուժ։ Գուցե հենց անորոշությունը մղում է մեզ հետազոտելու, հարցնելու, փնտրելու։ Եթե մենք գիտեինք ամեն ինչ, եթե մենք ունենայինք բոլոր պատասխանները, ինչու՞ կցանկանայինք գնալ տիեզերք։ Տիեզերքը հայելի է, որը ցույց է տալիս մեզ, թե ինչ մենք չգիտենք մեր մասին։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք ուղարկում ենք մարդ տիեզերք, մենք սովորում ենք մի բան նոր մարդկային բնության մասին։ Մենք սովորում ենք, որ մենք ավելի հարմարվողական ենք, քան կարծում էինք։ Մենք սովորում ենք, որ մենք ավելի խոցելի ենք, քան կարծում էինք։ Մենք սովորում ենք, որ մարդ լինելը նշանակում է ավելին, քան մենք երբեք պատկերացրել ենք։ Եվ գուցե սա ամենակարևոր դասն է։ Մարդ լինելը ոչ թե ֆիքսված բան է։ Այն ոչ թե հատկությունների հավաքածու է, որը սահմանված է մեր DNA-ի կողմից կամ մեր էվոլյուցիոն պատմության կողմից։ Մարդ լինելը գործընթաց է։ Այն մշտական դառնալու վիճակ է։ Եվ տիեզերքը հաջորդ փուլն է այդ գործընթացում։ Հիշում եք, ինչպես սկսեցինք։ Այս պահին, երբ դուք նստած եք դիտում այս տեսանյութը, ձեր ուղեղը գտնվում է իր բնական վիճակում։ Բայց ինչ է բնական։ Ձեր ուղեղի բնական վիճակը արդյունք է 4 միլիարդ տարի էվոլյուցիայի։ Այն արդյունք է միլիոնավոր սերունդների, որոնք ապրել են Երկրի վրա, գրավիտացիայի դաշտում։ Բայց եթե մարդկությունը շարունակի գոյություն ունենալ 4 միլիարդ տարի, եթե մենք տարածվենք ամբողջ գալակտիկայում, ապրելով տասնյակ հազարավոր տարբեր մոլորակների վրա, յուրաքանչյուրը իր սեփական գրավիտացիայով, ապա ինչ կլինի բնական այն ժամանակ։ Գուցե չի լինի մեկ բնական վիճակ։ Գուցե կլինեն հազարավոր տարբեր բնական վիճակներ, յուրաքանչյուրը հարմարված իր սեփական միջավայրին։ Եվ գուցե դա լավ բան է։ Գուցե բազմազանությունը ոչ միայն մշակութային, այլ կենսաբանական մարդկության ուժն է։ Բայց կա մեկ բան, որը մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե արդյոք մարդկությունը կարող է գոյատել այդքան երկար։ Մենք չգիտենք, թե արդյոք մենք կհաղթահարենք մարտահրավերները, որոնք կանգնած են մեր առջ՝ կլիմայական փոփոխությունը, ռեսուրսների սպառումը, տեխնոլոգիական ռիսկերը։ Մենք չգիտենք, թե արդյոք մենք երբեք կհասնենք այն ապագային, որտեղ մարդիկ ապրում են Մարսի վրա, Եվրոպայի վրա, Տիտանի վրա։ Բայց մենք փորձում ենք։ Եվ փորձելը ինքնին արդեն մի բան է։ Յուրաքանչյուր տիեզերագնաց, ով թռչում է տիեզերք, յուրաքանչյուր գիտնական, ով ուսումնասիրում է ուղեղի փոփոխությունները, յուրաքանչյուր ինժեներ, ով նախագծում է նոր տեխնոլոգիաներ, նրանք բոլորը մասն են կազմում մի բանի ավելի մեծի։ Նրանք մասն են կազմում մարդկության փորձի հասկանալու իր սեփական բնությունը, ընդլայնելու իր սեփական սահմանները։ Դոկտոր Ռոբերտսը, որը հիմա 66 տարեկան է, պատրաստվում է թոշակի, տվեց իր վերջին հարցազրույցը 2032 թվականի մարտին։
Նրան հարցրեցին, ինչ է նա ամենաշատ հպարտ իր 15 տարի հետազոտություններից։ Նա մտածեց մի քանի վայրկյան հետո ասաց. Ես հպարտ եմ, որ մենք չվախեցանք նայել ճշմարտությանը։ Երբ մենք առաջին անգամ տեսանք, որ տիեզերքը փոխում է ուղեղը, մենք կարող էինք թաքցնել այդ տեղեկատվությունը։ Մենք կարող էինք ասել, սա չափազանց վտանգավոր է, եկեք դադարեցնենք տիեզերական ծրագիրը։ Բայց մենք չարեցինք այդ։ Մենք ընտրեցինք հասկանալ խնդիրը, ուսումնասիրել այն, գտնել լուծումներ։ Եվ այդ ընտրությունը գիտելու, նույնիսկ երբ գիտելիքը վախեցնող է, սա է, ինչ դարձնում է մեզ մարդ։ Նրան հարցրեցին նա, ինչ խորհուրդ կտար նա ապագա սերունդներին, որոնք կշարունակեն այս հետազոտությունները։ Նա ժպտաց ասաց. Մի վախեցեք չգիտելուց։ Յուրաքանչյուր մեծ հայտնագործություն սկսվում է «ես չգիտեմ» խոսքերով։ Յուրաքանչյուր մեծ արկածախնդրություն սկսվում է անորոշությամբ։ Տիեզերքը լի է հարցերով, որոնց պատասխանները մենք դեռ չունենք։ Բայց դա ոչ թե պատճառ է մնալու տանը։ Դա պատճառ է գնալու գտնելու այդ պատասխանները։ Եվ գուցե սա ամենակարևոր ուղերձն է այս ամբողջ պատմության մեջ։ Տիեզերքը փոխում է մեզ։ Այն փոխում է մեր ուղեղները, մեր մարմինները, հնարավոր նույնիսկ մեր գիտակցությունը։ Բայց մենք նա փոխում ենք տիեզերքը։ Յուրաքանչյուր անգամ, երբ մարդ ոտք է դնում նոր մոլորակի վրա, այդ մոլորակը այլևս նույնը չէ։ Այն դառնում է մաս մարդկային պատմության։ Այն դառնում է մաս մեր պատմության։ Եվ գուցե հազարավոր տարիներ հետո, երբ մարդկությունը տարածվածը լինի ամբողջ գալակտիկայում, երբ կլինեն հազարավոր տարբեր մարդկային մշակույթներ հազարավոր տարբեր մոլորակների վրա, յուրաքանչյուրը իր սեփական կենսաբանությամբ, իր սեփական ուղեղի կառուցվածքով, իր սեփական գիտակցությամբ, գուցե նրանք կնայեն հետ կհիշեն այս պահը։ Այն պահը, երբ մենք առաջին անգամ հասկացանք, որ տիեզերքը փոխում է մեզ։ Այն պահը, երբ մենք առաջին անգամ տեսանք մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի նկարները, հասկացանք, մենք այլևս նույն տեսակը չենք, որը մեկ անգամ ապրել է միայն Աֆրիկայի սավաններում։ Եվ գուցե նրանք կհարցնեն, ինչու՞։ Արեցին նրանք այդ։ Ինչու՞։ Թողեցին նրանք իրենց տուն մոլորակը, գիտենալով, որ դա կփոխի նրանց անդառնալիորեն։ Եվ պատասխանը, գուցե, կլինի պարզ։ Քանի որ մենք մարդիկ ենք։ Եվ մարդիկ միշտ փնտրել են հորիզոնից այն կողմը։ Մենք միշտ հարցրել ենք, ինչ կա այնտեղ։ Մենք միշտ ցանկացել ենք իմանալ, հասկանալ, հետազոտել։ Նույնիսկ երբ դա նշանակում է փոխվել։ Նույնիսկ երբ դա նշանակում է դառնալ մի բան նոր։ Տիեզերքը սպասում է։ Այն լի է մոլորակներով, որոնք մենք երբեք չենք տեսել։ Այն լի է հարցերով, որոնց պատասխանները մենք երբեք չենք գտել, եթե մնանք տանը։ Եվ այո, այն կփոխի մեզ։ Այն կփոխի մեր ուղեղները, մեր մարմինները, մեր ամբողջ էությունը։ Բայց գուցե փոխվելը ոչ թե մի բան է, որից պետք է վախենալ։ Գուցե փոխվելը հենց այն է, ինչ դարձնում է մեզ կենդանի։ Գուցե հարցը ոչ թե արդյոք մենք պետք է գնանք տիեզերք, այլ ինչպիսի մարդիկ մենք ուզում ենք դառնալ։ Եվ երբ դուք փակում եք աչքերը այսօր գիշեր, երբ դուք պառկում եք ձեր անկողնում զգում գրավիտացիան, որը քաշում է ձեզ դեպի երկիր, հիշեք այս զգացողությունը, այս պարզ, սովորական զգացողությունը, որը դուք երբեք չեք մտածել, սա է այն, ինչ դարձնում է ձեզ երկրային արարած։ Սա է այն, ինչ ձավորել է ձեր ուղեղը, ձեր մտածողությունը, ձեր ամբողջ էությունը։ Բայց մի օր, գուցե ոչ այնքան հեռու ապագայում, կլինեն մարդիկ, ովքեր երբեք չեն զգացել այդ զգացողությունը։ Կլինեն երեխաներ, ովքեր ծնվել են Մարսի վրա, որտեղ գրավիտացիան 3 անգամ ավելի թույլ է։ Կլինեն մարդիկ, ովքեր ապրել են ամբողջ կյանքը տիեզերական կայարաններում, որտեղ գրավիտացիան գրեթե բացակայում է։ Եվ նրանց ուղեղները, նրանց մտածողությունը, նրանց ամբողջ էությունը կլինի տարբեր մերից։ Արդյոք նրանք դեռ կլինեն մարդիկ։ Արդյոք մենք դեռ կճանաչենք նրանց որպես մեր սեփական տեսակի ներկայացուցիչներ։ Գուցե այո։ Գուցե ոչ։ Գուցե հարցը սխալ է։ Գուցե մարդ լինելը ոչ թե կախված է գրավիտացիայից, որտեղ դուք ծնվել եք, կամ ուղեղի կառուցվածքից, որը դուք ունեք։ Գուցե մարդ լինելը կախված է մի բանից ավելի խորից։ Հարցնելու կարողությունից։ Հետաքրքրվելու կարողությունից։ Փնտրելու կարողությունից։ Փոխվելու կարողությունից։
Եվ եթե այդպես է, ապա տիեզերագնացները, ովքեր վերադառնում են փոխված ուղեղներով, ովքեր տեսել են երկիրը տիեզերքից, հասկացել են մի բան նոր մարդկության մասին, գուցե նրանք ոչ թե դարձել են ավելի քիչ մարդ։ Գուցե նրանք դարձել են ավելի շատ մարդ։ Տիեզերքը փոխում է մեզ։ Բայց գուցե դա ոչ թե վերջն է։ Գուցե դա սկիզբն է։